Մաֆիադորում ձեր յուրաքանչյուր խոսքը կարող է լինել վերջինը։ Եթե ձեր լեզուն ձեր մտքից ավելի արագ է, ուրեմն այս խաղում դուք երկար չեք մնա։ Հիշեք, ձեր յուրաքանչյուր բառը կարող է լինել ճակատագրական, թե ձեր համար, թե ձեր թիմակիցների։ Եթե դուք պատրաստ եք, մենք սկսում ենք։ Զգուշացեք, դռները բացվում են։ Բարի գալուստ, տիեզերանավ, երբեք չէի պատկերացնում Լևոնին տիեզերքում, որտեղ ինձ թվում էր այսպիսի մեծ սկաֆանդրներ չկան, բայց արի ուտես, որ կան։ Ես չէի պատկերացնում, մենք ելնենք տիեզերք, էլի դու իմ հետ ես։ Էլի ես եմ բարել, էլի դու եմ բարել։ Այո, այդպես է։ Սա տիեզերանավ է, մենք տիեզերքում ենք և խաղում ենք մաֆիադոր։ Սիրելիներս, Անահիտ, ուրախ եմ քեզ տեսնելու այստեղ։ Ես նույնպես։ Среди барбосов одна роза, или? Սովորաբար среди роз один барбос, հակառակն է։ Անահիտ հետ զգուշ ենք լինում, որտեվ կին է, գեղեցկուհի է, մայր է, վերջ։ Տատիկ է, հետո ասեք։ Պետք է ասեիր անպայման։ Բավական էին վերջը։ Աշխարհի ամենագեղեցիկ եւ երիտասարդ տատիկը։ Այո։ Սիրելիներս, հիմա նախ պետք է յուրաքանչյուրդ պատմեք մի փոքրիկ հետաքրքիր պատմություն, թե ով եք դուք, ինչու եք այստեղ եւ ինչ նպատակներ ունենք։ Սերգեյ Թորիկյան, դերասան Սերգեյ Թորիկյանը նաև բանաստեղծ է։ Հայտնի կինոհերոս Թորիկի դերում հանդես գալու ցանկություն չի հայտնել։ Սեյրան Մովսիսյան զայրանում է առատ ձյան դեմ նվնվացողներից։ Անտարբերությունը 11-րդ մեղքն է համարում։ Հայկ Դարփինյան երազում է լինել տիեզերքում։ Մաֆիադորում երազանքն իրականություն դարձավ։ Անահիտ Կիրակոսյան եւ մասնագիտության եւ ընտանիքում անթերի լինելու գաղտնիքը համարում է հույսը, հավատը ու սերը։ Շատ սերը։ Ափսոսում է, որ դեռ չի հասցրել խաղալ այն դերերը, որոնց մասին երազել է։ Սևակ Հակոբյան Սևակը թաքնված գովազդների սիրահար է։ Sunset Sea and Starbucks հայտնի ընկերության գովազդից ստացած եկամուտը Սևակը չի հայտարարագրել։ Զանգել ստուգել ենք։ Ավետ Զոհրաբյան երազում է խաղալ Ջեք Նիկոլսոնի հետ։ Ավետը հանուն լավ ֆիլմի ամեն ինչի պատրաստ է, մազներկելուց մինչև աչքերի գույնը փոխելը։ Լևոն Խաչատրյան նմանակում է քաղաքական գործիչների։ Մեծագույն երազանքներից մեկն արդեն իրականություն է՝ լուսանկարվել Լեոնիդ Ագուտինի հետ։ Արամ Ղարիբյան Արամի ֆոկուսները ոչ միայն հասարակ մահկանացուների, այլև ChatGPT-ի համար են։ Եզակի մարդկանցից է, որ մաթեմատիկայի հավասարումներ սովորելն անիմաստ չի համարում։ Սկսենք Սերգեյից։ Լսում ենք ձեզ Սերգեյ։ Yes, James եմ։ Ջեյմսը։ James։ Wow։ Yes։ Եղել եմ սև խորոչով։ Ուզում եմ ձեզ պատմել, թե ինչ է կար այնտեղ։ Եվ կարճ կարող եք պատմել։ Ընթացքում։ Հա, ընթացքում։ Հա, որտեվ ես այնց կանգնեցի շատ է, միշտ հետաքրքրել է ինչ է այնտեղ։ Ինձ թվում է մենակ Հոկինգը գիտեր, բայց փաստորեն Ջեյմսն է գիտի։ Так։ Ինքը չգիտեր։ Սուտեր ինքը։ Հասկացա։ Հայկ Ես Հայկն եմ, ի տարբերություն Ջեյմսի։ Այո։ Այո, եւ ի տարբերություն Ջեյմսի նաեւ չեմ հիշում իմ կնքվելուց հետո երկրորդ անունս, դից որ ուղղակի Հայկն եմ։ Ձեզ չեն ասել ձեր երկրորդ անունը։ Ասել են, Մոռացել չեմ եք, հիշում։ հասկացեք։ Հայկ, պարզապես Հայկ։ Երևի շատ եմ աշխարհիկ կյանքով ապրում, մի խոսքով։ Լավ խաղ բոլորիս այսքան է։ Իսկ դուք երազանք ունեք։ Երկրորդ անունը իման։ Դե բարձրաձայն եք այն։ Դենց հնարավոր բոլոր գեղատեսիլ վայրերում լինել աշխարհի։ Աշխարհի։ Իսկ տիեզերքի մասին երազանք ունեք։ Լինել։ Լինել տիեզերքում։ Արդեն եղավ այդ երազանքը։ Հա, արդեն գալուչկան դրեցիք։ դրեցիք։ Անցանք։ Մնաց։ Так, վախենում եմ ասել Սևակ։ Այո։ Միգուցե Թոմաս կամ չգիտեմ։ Ջոնի։ Չէ, Սևակ, ես էլ ինչպես Հայկը, չգիտեմ, կնքվելուց հետո իմ ստացած անունը, բայց չգիտես ինչու գիտեմ օրինակ Քիմ Քարդաշյանին է, որ հեղին է, կնքվելուց հետո իր անունը, բայց Քիմ հեղին է Քարդաշյան։ Այո, հեղին է Քարդաշյան։ Ինձ թվում է որ ձեր ֆունկցիան դուք կատարեցիք, ոչ մեկ չգիտեր այստեղ
Իզուր չեք եկե Այս Սևա։ տիեզերքի մասին բան պետք Ես զարմանում եմ, որ բան եկեղեցում են կնքել Քիմ Կարդաշյանը։ Էջ միացնի։ Լուրջ։ Այո։ Էլ չեմ զարմանում։ Կտրեք հետ։ Մայր տաճարում ստերեոտի։ Так։ Քիմ Կարդաշյանի մասին ամեն ինչ իմացանք։ Իսկ ով է ուծել։ Անահիտ, լսում ենք ձեզ ուշադիր։ Ես անմոլորակայինն եմ։ Յա։ Եկել եմ Ոչ թե այն, այլ անմոլորակային։ անմոլորակային։ Եկել եմ ուր անից։ Սատկացնում ես։ Եկել եմ ճշմարտության ետևից։ Ճշմարտություն։ Շնորհակալ եմ Սևակին ինֆորմացիայի համար։ Կամիլա։ Այսօր ինֆորմացիայի վրա է գալիս։ Դու ես։ Եվ կերքեմ երկ տիեզերքի մասին։ Հիմա թե ընթացքում։ Հիմա Դավայ։ Լարից գցում ես։ Լարից գցում ես։ Ու գիտարն է հանում տակից։ Земля в иллюминаторе։ Տիեզերք իմ երազու երկ, գաղտնիքները ձեր պիտի իմանամ մեկ։ Բահո։ Ես համոզված եմ, որ այս ամենը ծնվեց, երբ որ Անահիտը իմացավ, որ Սերգեյ Ջեյմսը, իսկ Քիմը հեղին է։ Հիմա կնքվել ան։ Անայտոնս լավա պատրաստում ու մայլան փող են տվել, որ ինքն Համ համարտակին, համ ներքինը, չէ։ Так, դե արամ ասեք։ Ես չեմ եկել, փախել եմ Նեպտունից, Վау։ որովհետև գնացել եմ դա հետազոտության։ Ռոզիսկի մեջ եք։ Նեպտունում, հա։ Հա, դա ասեմ։ Իրականում ընդեղ էլ ուզում տիեզերքի մասին երգել։ Մենք երգեցի, եկան ալմորականները բռնեցին, ձեռնաշղթաներ հագցրեցին, բայց քանի որ ես նաև աճ եմ, կարողացա փախնեմ, մի թեթևը կռվեցի ընդեղի կենթարիների հետ ճանկրեցին, ընդեղ արյունը արդեն կապույտ է։ Գուդվինի բարեկամն եք դուք։ Չէ։ Գուդվինի։ Արամ կոպեր։ Հայ, так, իսկ ինչ որ մի բան կարող եք ցույց տալ հիմա։ Վերջում Անահիտը անհայտանանա օրինակ։ Վերջում նես կան։ Անահիտը անհայտանանա։ Անհայտանանա։ Եթե սև լինեմ, կարմիրները կանետանա։ Բարի։ Լևոն։ տարիքով չեմ քեզ քոր։ Չէ՞ դու ծոր լսես։ Հա դու վատ տեսնում ես, մոռացել ես։ Լևոն։ Ինչ պետք է ասեմ։ Պատմես մի քիչ քո մասին։ Ես ընդդիմադիր այլ մոլորակային եմ։ Так։ Իմ մոլորակը անձնել եմ։ Եվ դու հիմա Չէ, ես հիմա դեգերում եմ տիեզերքում, ման եմ գալիս իմ հայրենի մոլորակը, որ ես կորցրել եմ։ Բարձր Անահիտ դեգերում եմ ինչ է այս։ Խորացա ես։ Դեգերում։ Անդադար փնտրել։ Անահիտը քո մասին երկը Ընթելքի մեջ։ Եթե շարունակես Անահիտը քո մասին Եվ երկը։ Անահիտը պատրաստել է երգ։ Քո մասին։ Խորացա ես։ Մախմուրաղ։ Так։ Սեյրան։ Այո։ Ես Լսում ենք ճիշտ ասած ուզում եի ասել փղիկ ու ձկնիկ, բայց այսքանից հետո ամեն մեկը որ ասեցին, ես Ուրան մոլորակից եմ։ Բայց հապասեն Անահիտենց հետ Հայրենակիցները։ Այո, Ուրան շատ պայթյունավտանգ եւ կփորձեմ շատ զուսպ խաղալ, որպեսզի չվնասեմ մասնակիցներին։ Ահա, դուք եք պայթունավտանգ։ Այո։ Հասկացա։ Բարձա։ Ավետ։ Դե ես ավետն եմ, բայց քանի որ ինձ ասացին, որ պետքա մտածել ինչ որ հետաքրքիր բան, ես մտածել եմ, հələ մի հատ լսեք ոնց է։ Մտածել եմ լինի կոսմարար, իբր կոսմոս ու արար, ու կփորձեմ լավ խաղելի ցուցաբերել։ Ո՞նց ես մտածել, բայց։ Երեխեք իրականում շատ հեշտ։ Երկու բառ կպցրել եմ իրար, տենց ստացվել է էլի, չէ՞։ Կոսմարար։ Լավ չէ։ Չէ շշմելու։ Չէ, լավն է, հա, ավետես։ Լեզվի տեսությունում էլ են տենց անում սովորաբար։ Երկու բառ։ Երկու բառ, 3 բառ տենց կպցնում են։ Կոսմարար, ավետը։ Կոսմարար, հա էլի։ Ես հիմա բաժանում եմ Սուպերմարկետներից ցանցա։ Միջև բաժանել, միշտ մոռանում եմ այս պահը։ Սիրելի տիեզերագնաց հասարակություն։ Պետք է հիմա այն նավի, որի վրա մենք գտնվում ենք, անուն հորինեք, դուք մտածեք, քննարկենք իրար հետ եւ Կոսմագավիթ։ Չէ։ Կոսմագավիթ, կեցեք։ Ահա։ Ավետի պատվի։ Ես իմանալ թողեի կոսմարարը մեզ։ Կարդաշյանի մկրտության անունը հեղին է։ Տարբերակ է, դուք որոշեք Ես մտածում եմ կոսմագավիթ թե հեղին է։ Ես այդ նավում երկար չեմ մնա։ Անահիտը Կոպիրայթ կա Անահիտի վրա, ցավոթում չեն կա։ Եկեք կոսմոսի հետ կապված էլի արեն կոսմոս, yani Կոսմոտոլոգ։ կոսմոպոլիտան։ Աչո շատ օրիգինալ ես, ոչ մեկ չէր մտածել։ Այ
Միակ կինն է Անահիտը, կարանք այդ թեմայի հետ Անահիտ, դուք որոշեք ասեք։ Անահիտ, հա։ Եկեք Անահիտին մի բառ ավելացնենք, դառնա հետաքրքիր բան, ես ոնց է Անահիտի, վրացինք, Անահիտի։ Հակարնի Անահիտի, մոլորակ չէ, տիեզերա գնաց։ Իրենք երկուսով հեսա որոշելու են ուրիշ բան է դնել, եկեք խոսացեք։ Տիեզերանավին ենք դե։ Տիեզերա նավի Կոսմահիտ։ 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 Կոսմահիտ, Ապելավ չի օքեյ։ Կոսմահիտ։ Այս մարդ ամեն ինչի սկզբից կոսմե է դնում, դա աբխազեր են, էլի։ Կոսմանահիտ չի լո։ Երեխեք Տիհանա։ Լավն է։ Տիհանավնավ, անկեղծ։ Տիհանա։ Իրականում անկապոտ աունել, բայց դա Լևոն լրի։ Վերջ։ Որոշվեց, որ նավի անունն է Տիհանա։ Տիհանա։ Ես բաժանում եմ ձեզ ձեր ծրարները, Բայց խնդրում կարող է եմ դիմացից կոսմո ավելացնենք։ Տիհանա։ Կոսմո կարող եք ավելացնել Տիհանա, հետո։ երեխեք շատ Տիհանա, նայվող է ու հակառակն է ինձ։ Տիհանա, շատ նավ է։ Բարբարով Տիան հենանա, ոնց որ ասես հենանա։ Տիհանա։ Ուր է ինսը խաղացողը Տիհանա։ Ուրան, հենան։ Հիմա չեք բացել։ Ուշադիր։ Հետ հաշվարկով պետք է բացեք ձեր ծրարները եւ այնպես նայեք ձեր քարտը, որ մենակ դուք տեսնեք։ Հետ հաշվարկով։ Էական չի, Լևոն արդեն սաղնայեց։ And also 3, 2, 1։ Так, ամեն ինչ պարզ է։ Անահիտ, երկար Անահիտը մոռացել է, Իրանը գույները քարս է չտան։ գրած, ասենք կարմիրը։ Սա փողը դնում տա խնդրոյլի գորջամ փոխենք։ ուրիշ։ Հիմա փոխվում ենք։ Զգուշացեք, դռները բացվում են։ Խաղը թեժ է լինելու, որովհետև ունենք կատակասեր, խելացի, բանիմաց խաղացողներ։ Համոզված եմ, որ բոլորին ճանաչում եք եւ խնդրում եմ կոմենտներում գրեք նաեւ ով է ամենալավը խաղալու կամ էլ օրինակ այս պահին գրեք ով է ըստ ձեզ հաղթելու կարմիրները թե սևերը եւ օրինակ ով է լինելու սևերը եկեք փորձենք գուշակել իսկ մենք շուտով կիմանանք իրականում ով է սևերը ով է թիկնապահը ով է իհարկե մեր սիրելի թաղային միջև այդ եւս մեկ անգամ հիշեցնեմ որ շատ կարեւոր է որ դուք բաժանորդագրվեք Monk 3 YouTube-յան ալիքին որ միշտ ստանաք առաջինը լուր նրա մասին որ մեր YouTube-յան ալիքի վրա նոր ծրագիր կա ծրագրերը շատ են տարբեր են հետաքրքիր են զվարճալի իմաստուն ծիծաղելի լուրջ կիսալուրջ դրա համար եղեք ուշադիր բաժանորդագրվեք եւ երկար կապրեք ամեն բաժանորդագրվողը իր կյանքը մինիմում 17 տարի ավելացնում է ստուգված է Շատ հետաքրքիր ֆորմատ է հաղթելու ենք սևերին Երևի Հետաքրքիր մյուսները ինչ են խոսում այսքան այլ որ ասենք ոչ մի բան չի եղել Անահիտ ունի գաղտնի պլան, որը դարեր շարունակ իրագործում է։ Հենց հասկացա, որ գրվելու հրավանակայությունը մեծ է, ասել է, որ այսօր երեխու ծնունդն է։ Կփորձեմ զարմացնել ու ոչ միայն Ամեն դեպքում ես եմ էլի նավը արդեն իմ անունով է անկախ նրանից կհաղթեմ թե կպարտվեմ Так, իսկ հիմա ինձ թվում է ժամանակն է արդեն ծանոթանալու մեր սիրելի թիկնապահի հետ։ Ոնց անենք ինձ փրկի թիկնապահը։ Բնակ թիկնապահի ծրարի մեջ կարելի է փող դնել։ Թիկնապահ, ժամանակն է դուրս գալու եւ պատրելու, դիմակը դժվար է ասել, բայց հասկանանք թե ով է թիկնապահն այս խաղի, որ ամեն ինչ լավ լինի։ Ահա։ Պարզ է ամեն ինչ։ Ֆունկցիաները թիկնապահի հիշեցնեմ, որ թիկնապահն ամեն գիշեր կարող է արթնանալ, երբ որ ես նրան կանչեմ մատքով ցույց տալ մեկի վրա, մատով ցույց տալ մեկի վրա, ինքը իր վրա էլ կարող է ցույց տալ եւ մեկական անգամ յուրաքանչյուրին, ուրեմն փրկի, պարզ է։ Փրկի իր կյանքը կամ ինչ-որ մեկի կյանքը։ Շնորհակալություն թիկնապահ։ Ծանոթացանք թիկնապահի հետ, իմացանք եւ հիմա սիրելի հեռուստադիտողներ, YouTube-ա դիտողներ ներողություն, դուք հասկացաք, որ թիկնապահ հստակ կարմիր խաղացող է։ Ով է հաջորդ կարմիր խաղացողը հստակ։ Սիրելի թաղային
Թաղային դուրս եկեք, ծանոթանանք նաև թաղայինի հետ եւ հասկանանք, թե թաղայինը հասկանում է իր ֆունկցիաները։ Շատ բարի թաղային, բարև ձեզ։ Դուք ամեն գիշեր դուրս եք գալու, ցույց տակ մատով որևիցե կապսուլայի վրա եւ ես ձեզ ասելու եմ ինչ գույնի է այդ խաղացողը։ Դեռ ոչինչ չունենք իրար հետ քննարկելու։ Լավ խաղեմ ձեզ մաղթում, խնդրեմ։ Так, թիկտապահին եւ թաղայինին ճանաչեցինք, դուք էլ տեսաք արդեն, հիմա ամենահետաքրքիրն է, քանի որ բացահայտելու ենք խաղի սևերին։ Սևեր, դուրս եկեք, սևեր, ուր եք դուք, հարգարժան, սիրելի, բծախնդիր միգուցե, սևեր, տեսնում եմ, սևերին տեսնում եմ, սևերներ իրար են տեսնում, կարող եք ծանոթանալ իրար հետ, Սևեր, պարզ է, դե կարող եք զբաղեցնել ձեր տեղերը, հետո ընթացքում կհասկանաք, թե ինչ է կատարվելու այստեղ կամ այնտեղ։ Շնորհակալություն, Սևեր, շնորհակալություն։ Բացահայտումները ավարտված են այս գիշեր, թաղայինին տեսանք, թիկնապային տեսանք, Սևերին տեսանք, Սևերը իրար տեսան։ Այ հիմա կսկսի խաղը։ Զգուշացեք, դռները բացվում են։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի։ Հիանալի ութնյակը այստեղ է եւ կարծես թե միգուցե խաղի վերջին անգամ է ութնյակը այստեղ, որովհետեւ ըստ երևույթի շուտով կլինի օրինակ 7-նյակ հաջորդ գիշերից հետո։ Միգուցե։ Եթե թիկնապահը ճիշտ մարդու պահի, միգուցե ոչ։ Ինչ կասեք։ Մտքեր կան։ Ով է, Լևոն սկսիր։ Հա, ես օրինակ մի հատ դեմ բան ունեմ այս ամեն ինչին։ Մենք 8 հոգով եկել ենք պայքարենք հաղթանակի համար, չէ՞։ Այո։ Հարց առաջին ինչի է այս ամեն ինչի անունը, որը Ժանայիթը։ Դու հələ այն առաջինի վրա ես։ Հա, ես։ ես միջի հիմա ապշած է, որ ոչ եմ։ Եվ ասում եմ առաջարկում, եթե սև է, անկես, ես գիտես թե ինչքան եմ սիրում։ Ես առաջինին խփեի անհետ։ Մնայեք տղեկը նորմալ փորով խաղա։ Այսինքն դու ուզում ես հանես, որ սեղանի շուրջ ինչ ուզես խոսաս, Լևոն։ Հա։ Չէ, պրոստը ես գիտեմ, որ Անայտը ամենաուժեղն է բոլորիդ մեջից ու կարա բոլորին կրի, վախում եմ Անայտից։ Իսկ ես լսել եմ, որ Լևոնն է ամենաուժեղը, անկեղծ, որտեվ թեթև էս խաղի ուրիշ շրջանակներում լսել եմ Լևոնի մասին պատմող լեգենդները։ Հատկանիշներից ելնելով, արդեն կհանեի, որովհետև չի կարելի։ Որտեղ նա ծանր է։ Հա, ես Ոնց կարելի է ուզենալ կնոջը հանենք հանգիստ։ Ես քեզ ինչ եմ նախ դիմ համար դու աղջկայի տալումն ես։ Առաջարկում եմ դեպի սաղավի հավաքվենք Լևոնին ու Անայտին հանենք։ Հանգիստ ապրենք, Ժողովուրդ, բայց ինչ եք ուզում հասկանամ ինչի համար եք։ Բայց լավ չէ՞ էս ինտրիգը որ մտա։ Այս ինտրիգը լավն է, գիտեք, բայց ինչն է ամենալավը։ Ներ, Գիտեք ինչն է ամենալավը, որ այս խաղում հիմա ասենց ով երբ ուզում է խոսում է։ Բայց այդ ամենավատն է, ես Որտեվ հիմա օրինակ րոպե քեզ չենք տա, երբ ուզես գարես հազար։ Իսկ մի սենց հարց։ Հազալու րոպե։ Ես իրականում կամ հազում եմ կամ խնդում եմ։ Լևոն, եթե Անայտին հանենք, տիեզերանավը կոչվելու է նովել։ Լավներ։ Իսկ կներեք, հենց առաջին շրջանում հանում են։ Առաջի շրջանում ոչ մեկին չեն հանում, հիմա դուք ուղղակի Բայց եկեք խոսում եք։ այսքան ավելի լավա խոսենք, հասկանանք, էլի։ Բայց ինչ ենք անում։ Միակ մարդը չէ խոսում դու ես։ Ոչ, խոսում եք, պրոստը խոսում եք։ Եկեք ավելի լավա խոսենք, մի քիչ ներկայանանք, նախ հասկանանք ինչա ոնց է։ Ես մի հատ հարց տամ, ես գիշեր սևերը կրակել եմ։ Ոչ։ Ոչ, չեն կարող։ Ինչ թվում է բոլորը լսում են, չէ՞։ Իբր սև չէր, էլի։ Լավ, ասեմ, այդպես մենակ էս նախադասության համար, որ ասում եմ, այս գիշեր սևերը կրակել են, տիպը ես սև չէի։ Դրա համար չեմ իմացել։ Ես չգիտեմ։ Դալուչիցելը խաղացի։ Ասեք դուք արդեն մորթում եք իրար դուք չեք Դու ռեկ հայ տղաս։ Իա չեք ասեմ արեք։ Չէ, ժողովուրդ, գիտեք իրականում ինչ եմ առաջարկում եմ, բայց ասեք որ կայֆեր են բաների մեջ փակված։ Շատ լավ առաջարկ էր։ Դու ես սկսում։ Մյուս անգամ Ասա ինչ ես մտածում խաղի մասին։ Անայտին Ինչ մտածեմ, ես իմ համար նստած ընդեղ մի քանի րոպե։ Հանգիստ խոսում եք, ինձ թվում է անկեղծ։ Ես ձեզ ուզում եմ զգուշացնեմ, որ դուք ունենալու եք հնարավորություն իրար հետ այս նույն կազմով խաղալ նաև երկրորդ խաղը։ Դա շատ լավ է։ Օրինակ ես իրական մասը խաղացեմ գորի հետ։ Սրանից հետո խաղալու եք եւս մեկ Գոր, բայց մի բան ասեմ, իրական կյանքում, ոչ հեռուստատեսային կյանքում, երբ որ խաղում են մարդիկ։ Ավելի քաչալեցել։
Որը սուս մի րոպե։ Երբ որ խաղում են, հետո միշտ առաջինից հետո որոշում են երկրորդ խաղան ու առաջինից հետո կռիվ ա լինում ու մորթում են իրար, թողում են գնում։ Դուք ոնց որ հիմա շուտ եք սկսել մորթել իրար։ Լևոնին պետք է հանել ուղղակի ու խաղը հանել։ Այս տեքստը վերջի անգամ 98 թվին էր եղել։ Հիշում ես։ Լևոնին պետք է հանել, խաղան առաջ գնալ։ Ու տեսակ ինչ եղավ։ Ու տեսակ ինչ եղավ։ Տղայեք պահեք։ Էդ եք ուզում։ Շատ ուրախ եմ որ Լևոնը Բայց իսկապես եկեք ամեն մեկը արտահայտվի Ժողովուրդ եկեք լսենք։ խոսենք հիմա պրոստը Այս դու դուք սև եք։ Օրինակ ես ոնց Դու ասա քեզ ինչ հատվում ու անցնենք առաջ խնդրում։ Մենք հասարակ կարմիր ենք եղել։ Այնտեղ մեր համար նստած խոսում էինք։ դուք ով դու Ես, Հայկը ու Ավոն։ հասկացա Մերը մի կաբինկա։ հա դուք հասկացա Ես իրականում երբ որ խոսում էի, ասացի շատ ուրախ եմ որ ես երիտասարդը եկել եմ, որովհետև խաղի հումորը կապավի կխնդանք, համել մենակ ինչ է ստացած չի անցնում։ Բայց պետք է մի քիչ խաղից խոսել, մենակ Լավ, եկեք խաղից խոսանք, ես եմ սկսում։ Ես միշտ մաֆիա խաղալուց մի հատ տափակ եւ ֆիրմային խոսք եմ ասում, որ թեև ես սեվակն եմ, բայց սև չեմ, այտենց բան եմ ասում։ Լավ, ինձ թվում է այս ջուր ծեծոցին պետք է ավարտել, գնացեք քնելու, տեսնենք թե ինչ է լինում։ Մի հատ առաջարկ։ Այո։ Լսել չի, ես ուզում եմ խոսանք։ Так, Լևոն ինչ որ բան եք ուզում։ Ես առաջարկ ունեմ։ Այո։ Մինչև բոլորս գնանք քնելը, Անահիտը մի հատ սիրուն երկի։ Տա կանգնե։ Զգուշացեք, դռները բացվում են։ Ես համոզված եմ, որ այս խաղը հենց այսպեսին է լինելու, որովհետև կան մարդիկ, որոնք որ այսպես ասած դուգա են տալիս, եւ այդ դուգան լավ էլ դուգա է։ քիչ Լևոնը շատ ակտիվ է անիմաստ ակտիվ է էլի Ռեկա, լուր։ Շատ ուժեղ եմ ես։ Իրական գլուխ գովալ չունի, ես աշխարհի ամենաուժեղ մաֆիա խաղացողն եմ։ Ես ոչ մեկին չեմ ասել ձեր աչքի վերևը ունք կա ու հենց սկզբից բոլորը ինձ նորմալ է դա։ Հիմա Անահիտը մի քիչ նեղվեց իմ ասածից։ Բայց ոչինչ, եթե կարմիրա կների։ Երջեշո տատիկների բարի են դնում։ Այո։ հենց նոր համոզվեցի նորից որ Լևոնը ընդհանրապես խոսել չի սիրում Առաջին ամենավտանգավոր գիշերներից մեկն է, երբ որ թիկնապահը աստի երևույթին կպահի հենց ինքը իրեն։ Թախայինը չգիտեմ հաստուկելու ճիշտն ասած, բայց համոզված եմ, որ թիկնապահը իրին է պահելու։ Սևերում է սպանելու, չգիտեմ կտեսնենք։ Հեսա տեսնենք ով է թիկնապահը, ինչ անելու։ Սիրելի թիկնապահ, Թիկնապահ, ում կյանքն եք ուզում փրկել, ում կյանքը։ Շատ շնորհակալություն, ահա, հենց այդպես եք որոշել, շատ բարի, թիկնապահ, շատ բարի, շնորհակալություն։ Ես ճիշտ էի, պաստորեն, ինքը իրան փրկեց, տեսակ։ Չգիտեմ Լևոնը ինչ ասեց, սևերը կրակել են թե չէ, որ ակնհայտ էր որ չէին կրակել բոլոր առումներով։ Դա կարող է լինել ինչ որ մի այսպես հնարք, որ իր վրայից ծրի, դրա համար անպայման առաջի գիշեր իրեն եմ ստուգելու։ Որոշել եմ այս օրվա դուշնիվը անելն եմ, բայց չէ, հավես ալ։ քիչ խոսք, քիչ կասկածներ Հիշեք, եթե դուք աղվեսն եք, ես ձեր պոչն եմ։ Թաղային ում եք ուզում ստուգել, դուրս եկեք։ Ստուգեց թաղայինը խաղացող և պարզեց, որ այդ խաղացողը ունի գույն, այո, ունի գույն, և այդ գույնը գեղեցիկ գույն է։ Ստենդալ կարդացել եք, կամեն, չեք կարդացել, գուգլեք կարդացեք։ Ես է գլուխը վաղացական չունի որ, ինչ որ տեսավ Ջեյմս, խորոչ, սաղ հարնին են գլումը ողա գորակ։ Հետընդ։ Հմն հասի հատակի հապահին Так, սևերը դուրս են գալիս և կարծես թե արդեն ինչ-որ մեկին փորձում են վերացնել, բայց հիշեցնեմ սևերին, որ թիկնապահ իր գործը կատարել է և փրկել է մեկ խաղացողի։ Ում են սևերը վերացնելու, հիմա կտեսնենք, իսկ առավոտյան կտեսնենք, թե ճիշտ է թիկնապահը փրկել,
թե սխալ է թիկնապահը փրկել։ Լավ այնա որ ինչ շատ չեն ճանաչում երևի դժվար թե ինձ հանեն։ Ուսամենց չեն հանի, որովհետև թիմին ես պետք եմ գոնե մի 2-3 գիշեր պետք է ստուգել եւ հասկանալ ով է կարմիր, ով սև։ Так, Այս լույսին չէ նշանակում ինձ հանեցին։ պետք է արձանագրենք, որ թիկնապահը սխալ պահեց։ Իսկ սևերը դիպուկահար էին պաստորեն գնացին մի անգամից ու գլխատեցին կարմիրներին, թաղայինին հանեցին, ով պետք իրանց ասի ով է կարմիր, ով է սև։ Մալատեց սևեր, դե լավ, հանենք, թաղայինին հանենք, ասենք գնա։ Всё։ Իրականում շատ կուզեի շարունակել խաղը, որովհետև հետաքրքիր էր, բայց չգիտեմ, երևի ինձ ճանաչող մարդիկ կարային ինձ խփեին, իսկ դրանցից մեկը հաստատ Ավետն է։ Մի բան կարեմ ասեմ։ Ես քանի որ 21-րդ դարի մարդ եմ, հեռախոսից կախվածություն ունեմ, 3 դեպք կա, որ հեռախոսից հրաժարվում եմ, դա դեսպանատում, եթե ինչ-որ մերսման սրա գնել է եւ սենց նկարահանումներ, հիմա շատ ուրախ եմ դուրս եկա, գնամ տեսնեմ ով է ինձ գրել։ Վայնից հավես փապուկ է դեմ էս պատը։ Ոնց ուզում սիրեմ էս պատը։ Գնաց սևակս գնաց։ Միշտ է, բայց դա երկրորդ խաղում կվերադառնա։ Զգուշացեք, դռները բացվում են։ Բարի լույս։ Բարև Սիրելի, Սևակ, շատ ես փոխվել Սևակ։ Յոթնյակ։ Ես Սևակը չեմ, Սևակը կարմիր խաղացող էր։ Եվ սևերը նրան վերացրեցին։ Թիկնապահը չպահեց Սևակին։ Ինչ-ինչ պատճառներով։ Միգուցե թիկնապահը լսեց Անահիտին եւ պահեց Անահիտին։ Օ, ջենտլմեն թիկնապահ։ Ըստ երևույթի դա այդպես տեղի ունեցավ, որտեվ Սևակին չպահեց։ Հիմա կարող եք արդեն ճղճղալ, գորգորալ, որովհետև այս շրջանում նաև դուք պետք է տեխնատություններ առաջարկեք եւ ձեռքեր բարձրացնեք։ Եկեք մի բան առաջարկեմ, էլի, եկեք մի վարքյան, մի րոպե, եկեք ոնց ասեց անիմաստ ջուր չծեցենք ու խոսենք, էլի, արցած անգամ պրոստա ինչից ասեց խոսեցինք բացի մեզ։ Արի ժամանակի ուղղությամբ քեզնից սկսենք, որ տրամաբանորեն ինչ-որ տեղ գա։ Լևոն ջան, ես քեզ արդեն մի քանի անգամ տեսել եմ եւ լրի խնդրում եմ։ Ինչ որ անիմաստ ակտիվ է։ Կարանք Լևոնի վրա շոր գցենք։ Իջակամ անիմաստ աղես։ Ոչ տոլերանտ արտահայտություն։ Բացատրեմ։ Սկսեցինք ու միանգամից ինչ որ ղեկը քո ձեռքը վերցնելու համար սկսեցիր Անահիտից ինչ որ բաներ խոսալ, ինչ որ հումորիկներ, բաներ, որը կարող է կյանքում էլ է ստենց։ Որով ես փող եմ աշխատում։ Որով փող ես աշխատում, այո, բայց խնդրում եմ այդպես մի արա, որովհետև կասկած ես հարուցում, խնդրում եմ պրոստը։ Այտենց։ Ոստանք խոսա։ Արամ ջան, խնդրեմ դու էլ խոսես, որովհետև ընդհանրապես դու լրիվ հակապատկվում, ընդհանրապես չխոսեցի։ Հենց անի անհայտանակ։ Ապրի թիկնապահը լսեց Անահիտին եւ ընտրեց իրեն։ Շնորհակալություն։ Թերևս այսքան։ Խնդրում եմ Լևոն ջան խոսիր։ Օրինակ մարդ հենց դոր հելավ ասեց եկեք ջուր չծեցենք, եկեք խոսանք նորմալ խաղից, պրոստը հելա ասեց որ ես ու Արամը ազդում ենք վրան նստա։ Ոչ մի բան։ Չէ, դե լավ, դե խաղի մեջ էտի Չէ, ես կոջոգեմ, ես հիմա բանի ամ։ Գներեք, էլի տեխնատություն չենք կարա։ Տեխնատություն կարակ։ Անցնեք Սեյրանի տեխնատությունը։ Ում? Սեյրանի, ո՞ւտոված է։ Սեյրանի տեխնատություն։ Ես իրականում ասենք ընթացքում կարող եմ խոսել։ Սեյրանի կարող է։ Հիմա ես ընթացքում կարող եք համ ընթացքում համ նաև Իսկ կարողա տեխնատությունը։ դուրս գան քաշքշենք իրար։ Բոլորին Ցավը տոնը վիրավորված բոլորիցս է անե։ բոլորից չէ, բայց չենք։ Ասա, ես լսում եմ։ Այս մարդը անցած շրջանից միակ մարդն է, որ սուս նստել ինչ որ լսում է, ոչ մի բան չէր ասում։ Ես այս մարդունը չեմ Թողում եմ որ խոսայինք մի հատ էլ ասма սուս նստել է։ Ես լսել եմ մենակ Լևոնին, Սևակին, անկեղծ։ Դե Սևակը Սևակը չկա։ Հաջորդը կարող է ես եմ։ Նենց որ թիկնապապ դիգայի մետ է։ Ես ստացում եմ անցած շրջանից էլ ասել, այա TikTok-ոտա։ Ասում եմ բոլորին լսեմ խաղի հետ հավատացում։ Որտեղ իստված արդեն բոլորը իրար հետ եք խոսում։ Լավ, եկեք ասեք։ Խնդրեմ։ Ինչա իմ բերանը բացում իր ձենը գալի, ասեմ մոնտաժ ոնց որ։ Ես քեզ շատ եմ սիրում։ Բանը ինչ է ասում։ Անցած շրջանում։ Հա, այս մարդը ինչ որ пассивություն էր անձամբ դրսևորում, բայց բոլորին մեղադմա խոսալու մեջ։
Այդ որ ասում խոսում խնդում ենք, դից ինչ-որ բաներ դուրս է։ Օրինակ, Սևակ այնքան ասեց Սև եմ հագնում, Սևակ մեռավ գնաց։ Դες վատ նշան է, դրանից էլ պետք չի խոսալ։ Խորհուրդ եմ տալիս Սև խորոչից էլ չխոսած, կստացի Սև ջան։ Ոնց որ վատ նշան է։ Եթե դու Սև չլինես, Սև ալինելու Հայկը, հավանաբար, որ մյուս մարդն է, որ այսպես նստած պրոստը սպասում է ինչ որ մարդիկ խոսան։ Շատ հետաքրքիր է, լուր հետևում է։ Բայց տես չի դե, բայց մենք գույնը դե հասկանալ։ Ես հրահրեք գույնը հասկանալի է։ Բոլորը դերասաններ են։ Հայկը դերասանը, Սևը դերասանը, Առաջին անգամ խաղը, այսինքն եթե ես լուր նստած լսում եմ բոլորը ինչ են խոսում, ուրեմն ես Սև եմ։ Կամ շերիֆն ես, կամ Սև ես։ Ու դրեցին, այ շատ վատ է, որ կամ ուտնում ես իմ։ Առաջին բարձրացնա որ ինքը թաղային է։ Այս մարդը ասում է որ ինքը թաղային է։ Խաղը սկսի ու ասեմ ես տրամաբան։ Բայց այդ շշմելու տրամաբանությամբ միակ գույնը որ հասկանալի է, այդ մեր ճակատների կապույտներն է։ Կարելի է նույն պրինցիպով տենց էլ դատել։ Նու, այստեղ մի քիչ կա։ Լղվել է։ Չէ, ես բացատրում եմ, հիմա բացատրում եմ։ Ես ինքս թաղայինն եմ։ Հիմա դու թաղայինը չես, ինքս պարոնում ես որպես հասկանում եմ բոլորին դուրեկան չի պրիզնատ գարու ինքը թաղային։ Բայց պրիզնատ եկան։ Ես ստիպված եմ։ Այո։ Ժող, բայց հիմա լավ խաղը դարավ ձեր երկուսի մասին։ Խնդրում եմ ընդունեք Լևոնի տեխնացությունը։ Ունեք երկու տեխնացություն, Զերյան, Լևոն։ Որ ես թաղայինն եմ։ Այո, բացվել է։ Այո, բան ասեմ, հիմա եթե սենց 8-րդ դասարանում ենք, երբ որ խաղում ենք, մեր դասարանի Լուսինեն առաջի գիշերը ասում էր ես թաղային եմ։ Եկեք սենց անենք, էլի, որ այս պիրիպալկան կներես 1000 անգամ ավարտվի, դուք իրար տեխնացությունը դրել եք։ Հիմա եկեք հասկանանք։ Ասեմ ես։ Հիմա նայեք, իրանց մեջ լավ, մի րոպե, ասում եմ։ Հիմա նայեք, իրանց մեջ այդ դիալոգը գնաց կռիվը գնաց նրանով, որ իրանք իրար դեմ դրեցին, որովհետև իրանք իրար հանդեպ ինչ որ ագրեսիա ունեն խաղի մեջ։ Ագրեսիա ունեն խաղի մեջ ու դա սկսել է քեզնից իմիջիայլոց Անահիտին մեղադրելով, որի վրա կենտրոնացել է սերը։ Եկեք մի պահ այդ թողենք, խոսանք ուրիշ բանից։ Խոսանք օրինակ բոլոր մասնակիցների լուր ախր մենակ լուր չլուր լինելով չես կարող հասկանաս։ Ես դրա համար եմ շեշտում, մի րոպե։ Ես դրա համար եմ շեշտում դերասանը, այսինքն մարդը կարող ասես նստած լինի, այսինքն սովորական, չգիտեմ, ուրիշ մասնագիտություն չունի, կարա հանգիստ խաղային։ Ես եկա ասեցի վայ կարմիրա, Սերոն ասեց ապե շատ գրոտեսկային ես խաղում։ Ռեալ դեղից ֆրացել եմ եկել եմ, տեսել եմ կարմիրա, այսինքն ես չգիտեի որ կարմիրում է, անկեղծ չգիտեի որ կարմիրում է, ֆրացել եմ տեսնում Սերոն ասում է բան։ Շատ գրոտեսկային ես խաղում։ Այսինքն համար Սերոն սև է։ Իմ համար հələ որ ոչ մեկ սև չի, ոչ մեկ կարմիր է։ Հələ որ։ Չէ, ինչի՞ բայց իրականում ուզում եմ թողենք իրանց խաղը, որտեվ անկեղծ բան է։ Հիմա Անջան, ասա։ Հիմա ես խոսեմ, երեխեք, իմ համար ես կխոսա։ կլինի ես խոսեմ, ես երկու խաղա ուզում եմ խոսամ, դու թույլ չես տալի։ Իմ համար ես խաղում, եթե մարդը կարմիր է, ուզում է օգուտ բերի։ Այո, դա ոչ թե այնքան որ շեղի վնասի։ Եթե Լևոնը անգամ կարմիր է, ինքը շատ վատ կարմիր է, որտեվ ամբողջությամբ իրան սևացնում է։ Առաջի խաղից երբ որ դու դեռ ոչինչ չես լսել, ոչինչ չգիտես, դու կարմիր ես, դու ուզում ես փրկես կարմիրները։ Հիմա ես կարմիր եմ, ես ուզում եմ կարմիրներով, մենք կրենք սևերին։ Ես պետք է հենց հիմա էլ չկորցնեմ կարմիր, այսինքն պետք է աշխատեմ նենց անեմ, որ մենք Խոմեջ մայրական բնազն ազարտես։ Մայրական չէ, ես ուզում եմ խաղին օգուտ բերեմ, այսինքն չեմ ուզում շեղեմ խաղը, այնքան որ գնա։ Եթե ես Անահիտ, ոնց։ Հիմա դու այն մարդն ես, որ հենց նոր քիչ առաջ նորից ուզում էր խաղը բերել, այսինքն բալանսի, որովհետև իմ համար կարմիր խաղացի։ Այս մարդը եթե անգամ կարմիր է, իմ համար բոլոր պունկտերով սև է խաղացի։ Հարցը որ գորը բանը, ինչքան բանը, մաֆիա ինչքան կա, պրիմիտիվ է իմ համար, սաղս էլ գորին լսել ենք։ Այսինքն այդ ինչ է, քեզնից գցել։ Երկրորդը մեղադրել անհիմն էլի սևի խաղացողը, բայց եթե կարմիր ես, անպետք կարմիր Ժողովուրդ Լևոնը կենտրոնացնում է իր վրա, եկեք Լևոնի Լևոնը Սերոն Ոչ թե այտենց ոնց որ իմ համար այս խոսակցությունում ամենակասկածելի մի հատ արտահայտությունը եղավ Լևոնի կողմից, ստիպված պիտի ասեմ, որտեղ իր կողմից է եղել։ Այն արտահայտությունները, որ ասած սևերը կրակել են, որը որ ասենք հումոր ոչ հումոր էր, որ ասենք այտենց հումոր արված լիներ, երևի դրանով ուզում էր իրան կարմիրացնել, չգիտեմ, բայց ակնհայտորեն բոլորիս համար ակնհայտ է նախ եւ առաջ որ բոլորս նստած ենք ոչ մեկ մահացած չէր, մեկ երկրորդ ինչ որ կարմիր բան չկար ու ոնց որ հաղորդավարի խոսացա դու թաղայինն ես սխաղի Չէ դու թաղայինն ես սխաղի Չէ Դու թաղայինն ես սխաղի բայց ուր ես դրել տեխնացուս իրանք ինձ ուզում են անեն դա ձեր խաղամակարդակ եկեք նրանով որ ասում ես փաստացի ինքը ասես դրա համար եմ իրան կասկածում փաստացի նաև ինքն էր ամենաշատը խոսում էդ էլ տենց հստակ արգումենտ չի Լևոնը չէ ես դու ինչ ես սարքի խաղը քո մասին Սերգեյն էլ է հումորները բաները օքեյ է խոսում Սերգեյ Ջեյմսը ուզում ասել որ ոչ խոսելն է արգումենտ ոչ լռելն է
արգումենտ։ Բա ինչ անենք։ Գնանք տներով չգամ ենք։ Պետք է խոսած Մսյոկ ջան, պետք է ինչ-որ բան ասես, որ հասկացվի խաղից ինչ-որ մի բան դուրս գա։ Նիմա Անայտի ասելով դուրս է գալիս, որ մենք ցենց բոլորս կնստենք, էսա 3 հատ է որ լինի, դուրս գա։ Յադի կարմիր հենա, բացածա, գրածա կարմիր։ Եկեք կառուցողական սկսենք, մի վարքյան։ Լևոն ջան, ես ստացեմ դու կարմիր։ Այո, Միրոն, դա էս է, բախի դրեցիր տեխնատությունը։ Ինչ անենք, ուրիշ լավ։ Մի վարքյան, մի րոպե եկեք հասկանանք։ Երբ որ առհասարակ Անեց ամենը խաղը։ Հա, բայց ես ուզում եմ Սերգեյին ուղարկինել։ Ես ինչ ասում, կարող է մի խելացի բանել Սերոնը ասում։ Խնդրում եմ մի հատ լսի, էլի, խնդրում եմ լսեք։ Ուրեմն երբ որ դու կարմիր ես, դա սովորական քո խաղն է, ուզում ես խաղաս։ Երբ որ սև ես դառնում, սկսում ես ինչ-որ ձև տարբերվել բոլորից, ապացուցելով, որ դու կարմիր ես։ Ախպեր եկանք նստեցինք, ստեղ ու դու սկսում ես ապացուցել։ Բայց ոչ միշտ, այդ ենք խաղա ոչ շատ։ Օգուտ չի տալի կարմիրին, եթե ինքը կարմիր է։ Հայկ ջան, դրա համար եմ ասում, կառուցողական։ Ունենք երկու տեխնացու, Սեյրան եւ Լևոն։ Ուրիշ։ Հիմա տեխնացուն էր ուզում դրել։ Չէ, ես ոչ մեկի տեխնացությունը ես դրել եմ արդեն։ Խնդրում եմ, հնարավոր է լսենք նաև Սերգեյին։ Իհարկե հնարավոր է, եթե Սերգեյը ուզենա խոսել, եթե չէ, չեն կարող երիկամներին հարվածենք, որ խոսեն։ Լևոնին հարցրեք, ինչի իմ տեխնացությունը դրեց։ Ասեցի։ Եկեք ավելի լավ քվեարկելուց հետո։ Հրան պատերազմի մուքո մեջ։ Դրանք կողմից ռեակցիաները։ Ես ու դու զգանք պրսնել։ Բա այս բա ինչ անի տակուլ են տվել այդ ամենը։ Ախպերս, բայց դա գիտես որ ոչ մի լավ բանի չի տանում նրան, որ Դու այդքան էմոցիոնալ ես խաղում, ուզում եմ տեղափոխվեմ Սևակի տեղը, որ քեզ մոտ լինի։ գիտես ինչ որ լավ բան։ Որովհետև ես ուզում եմ կարմիրները հա։ Ձեզնից մեկը ինչ որ մեկը դուզ գա, եթե դուք երկուսն էլ Եթե պայքարում դուք եք լրեք կլսենք Սերգեյի ձայնը։ Ախպերս աղջիկ կա, հեսա որ Սերգեյ, Ճիշտ ինչքանով եմ համաձայն Անայտի ասած այդ որ պետքա խոսանք, այնքանով որ մանավանդ որ սովորական խաղից 10 հոգու փոխարեն 8 ենք, ավելի շուտ ասենց ավարտվում ու ավելի շուտ ոչ մի բան չենք հասկանա, ասենց լուր կնստենք, կգնա։ Մեկը ասած լուր նստելը կասկածի տեղի կա տալի, բայց լուր նստելու պատճառներից մեկը օրինակ իմ դեպքում այնա որ ես 3 տարի չեմ խաղացել ու մի քիչ Իսկ կուզես գնաս տուն։ Խես թակուն կան։ Հայկ ջան, դուք բան ունեք ասել։ Հա, ես մեկ էլ մի բան կարող եմ ասել, որ Մեկ էլ մի բան կարող եմ ասել, ամենասկզբում, երբ որ դեռ չէին գնացել մարդամեր արկղը, այնտեղ այս ամեն ինչը մի խոսքով նայելուց, ներսում հնչեց մի արտահայտություն, որ ուշադիր եղեք կարմիրներ, կարող է 2 կարտ լինի ու ոմանք նայեցին, ոմանք չնայեցին։ Ճիշտ է, ես հասկանում եմ, որ այդ նույնն է, ոնց որ սովորական մաֆիա խաղալուց ասեն գիշերա ցայներ եմ լսել։ Ասա որ ես նայել եմ։ Բայց, հա, Քոնը չեմ հիշում։ Իսկ ով է նայել։ Բայց երկու չեմ ուզում հələ ասեմ, որովհետև դեռ հետևում եմ ու ինձ հետաքրքիր է կամարդ որ էլի նկատելա թե չէ։ Ես նկատել եմ։ Այո, ես էլ եմ նկատել իմ հիշելով 2 հոգի ջիմա ես էլ չեմ ասում։ Հələ որ պետք չի։ Այս մարդը չի նկատել։ Ինքը նկատել է, չեմ ասում։ Դու չես նկատել։ Ապա եթե այս խաղը կարողանանք կրվեն, քո պատճառով են կրվելու։ Եկեք այսպես ասեմ, տղաներ։ Եթե կրվեն, քո պատճառով Արամի տեխնացուն մի հատ դի հենց հիմա։ Ուրեմն մենք չենք գնա։ ես կարմիր ինձ խնդրում եմ ինձ լսեք, երկուսից տեխնացությունն է դրված եւ պետք է ընտրություն կատարենք երկուսից մեկ։ Այո, կարող է դրեն տեխնացություն։ Կարող եք, այո, էլի Հիմա տեխնացու։ կարող ենք դրել մի տեխնացություն կարող դնենք թե 2։ Ինչքան ուզում եք։ Այսինքն կարող բոլորինը դնել։ Բոլորին չես կարող, ամեն մեկը մի հոգի։ Երկու տեխնացություն կա։ Լևոնը դրել է Սեյրանին, Սեյրանը Լևոնին։ Իրանք չեն կարող դնել։ Դրեք, խնդրում եմ ընդունեք Արամ, այս զուտ բանի համար անկեղծ։ Խնդրում եմ ընդունեք Արամի Արամի չէ, Հայկի տեխնացությունը։ Հայկի տեխնացություն։ Դերի ավետինը։ Չէ։ Ես քեզ ուզում շփոթել եմ վրա, արա դու եթե կարմիրները այս խաղը կրվելու են այս անznավորության պատճառով։ Չէ, հոպ, ավետը հենց որ արել արտահայտություն, եթե կարմիրները խաղը կրվելու են Լևոնի պատճառով։ Հենց հիմա վերացրեք ավետին։ Բարուս, ոչ, տղա ջան, եթե այդպես հլեն ուրեմն պետք է ավել արտահայտություն համար։ Եկեք Լևոնին հանենք խաղից, գոնե նորմալ կսկսենք խաղալ ու լսենք։ Ինձ որ անեք, գալեք խախունջի նման նստեք տեղ։ Որպես խաղի սառնումը քաղաքական բանավեճ, հələ իսեր աստծո, մի վարքյան։ Երեք տեխնացություն կա։ Կա էլի տեխնացություն։ Ես իրականում այս խաղում ամենաշատը այս պայդրությամբ բնականաբար չեմ վստահում Լևոնին, վտանգավոր խաղացող է իմ համար Անահիտը, որովհետև այս խաղի ընթացքում չեմ ասում սև թե կարմիր, ուղղակի երևում է որ դու էմոցիոնալ բարձր ինտելեկտ ունես ու դրա հաշվին կարաս մարդկանց մանիպուլացնես այնց ոնց որ պետքն է, այսինքն պետք է ուշադիր լինել քեզ, կարծում եմ, այս ավել եմ խոսում, որ ինչ որ բան հասկանանք, պետք է ուշադիր լինել, որովհետև ես կին եմ, զուտ դրա։ Լավ, հա, հոգատարություն։ Դժվար է, Այո, Լևոն
հասկանալը որ դու կինես Անահիտ, մերս, ընտրում դու։ Եթե դու կարմիր ես, Ես կարմիր եմ, ու հավայի դուրս ես տրվում, դու ված կարմիր ես։ Կդնես մեր։ Ուշադրություն։ Ունենք 3 տեխնացու. Լևոն, Սեյրան եւ Հայկ։ Ես գնա։ Ով է կողմ, որ խաղը լքի Սեյրանը։ Խնդրում եմ բարձրացրեք ձեռքերը։ Ուզում Հայկը գնա։ Սա խառնի։ Շնորհակալություն։ Ով է կողմ, որ խաղը լքի Լևոնը։ Միասին։ Ապրեք։ Ձեռները բարձրացրեք, Այս բաց ձեռները եմ։ սենց։ Դելի բաց եմ ճպասնեմ դեմքները։ Ձեռները բարձրացրեք, սենց, ժողովուրդ։ Բայց գիտես որ չասեիր որ քվյարկել ինձ քվյարկել կարող այն կարող ցանել։ եք ասել ձեր վերջին խոսք, իջացրեք ձեր ձեռքերը։ Շնորհավորում եմ։ Ես կարամ ճպասնեմ։ Կարող ես ճպասնել։ Կարող ես ասել եւ Չի, բայց եթե սկզբից չպասնեի որ դու կարմիր ես։ Շաշտում եմ։ Հարամ ես արել։ Այսինքն կարա չիչ տա իրա։ Բայար բացվում է։ Ավետը խանգարում է ինձ մեն։ Ես իշացնում եմ որ նաև երկրորդ խաղ այսօր լինելու։ Որտեղ որ չեք բացվել։ Սա լայտովի վերսիան է, ես ճիշտ է։ Երկրորդում չեք բացվելու։ Առաջինում բացվում եք։ Ես փորձեցի ձեր խաղը սարքեմ հետաքրքիր։ Ծև է այրա։ Ոչ, ոչ։ Խաղի անունն է գրած, այդ ցավը։ Ռեկլամա պրոստա։ Եթե կարմիր ես, Դուք որոշեցիք։ Այ բալա, գոնե մեռել եմ, թույի մա գնա։ Անայդ, բայց անկեղծ։ Ես որոշել էի խաղը հետաքրքիր, դες սաղս ասում խոսում խնդում ենք, բայց գնալու եմ ինչ եք լսելու։ Ոնց է այս մարդը ասում խոսացեք, բայց ինքը չի խոսում, բայց ասում եմ, բաց սաղդ խոսացեք։ Ոնց է ճղճղալու, չգիտեմ ինչ այն վերջում քվեարկի ինձ, Արամ ասում է, ես մի հատ բան եմ լսել, որը արդեն ասել են միջև հետ, դու մայրական բնազդությունից բաներ ես անելու, Հայկը ինձ աշկում էր տվել, ինձ թվացել էր ինձ տուգելա։ Չէ, տիկերս է, ասես բաներ եմ անում։ Դες չգիտեք։ Էդ էլ իմացար։ Էդ էլ իմացա։ Քարտիտ գույնը խնդրում եմ։ Ինձ խնդրում եմ տիեզերանավի հետևում սուրճ կտակ մի հատ։ Այո, սուրճել թեյել ամեն ինչ կտա։ Ես այս կարմիր քարտս նվիրում եմ Ավետի հիշատակին։ Շատ ափսոս, շատ Դերեք, Լևոն, հեռացեք, վերջ։ Այս մարդը ասել է որ ես կարմիր եմ, առանց ձեր իմանալու ասած Լեովը կարմիրն է խաղը փչացնելու է։ Մամա քո դե բստանում եք։ Դու գիտես դու խաղից դու խիես դուրս գալի հիմա։ Խաղը փչացնելու համար ապե։ Լևոն, ցտեսություն։ Շնորհակալություն։ Երկրորդ խաղի ժամանակ կհանդիպենք։ Եթե դու սենց ես խաղալու դեռ ավելի լավ է չգանք վաբշե։ Գանաս տեղից։ Так, հիմա ուշադրություն։ Սիրելիներս, դուք 7 հոգի եք, որի մեջ կար 2 սև եւ 5 հոգուտ գլուխն է կերան։ Դուք բոլորդ քվեարկեցիք կարմիր խաղացողի դեմ։ Բոլորդ։ Նենց չի որ ինչ որ մեկ ասեց ես գիտեի, բան։ 2 սևը օքեյ։ Ինձ էին ասել, ես մենակ ասացի որ գիտեմ որ Լևոնը կարմիր է, բայց որտեվ կարմիր էր խաղում, ուղղակի։ Զգուշացեք, դռները բացվում են։ Լևոնս գնաց։ Բայ մահովացի ցեղացնելու ես մարդկանց ողա պսպսելու որ խաղան։ Տեսնենք լավ, տեսնենք թե ինչ ա լինելու, Անահիտը շատ զայրացած է եւ շատ լուրջ ա վերաբերվում։ Միջալուց այսքան խաղացել ենք մաֆիադոր, ինձ թվում է որ Անահիտը ամենա սենց լուրջն է այս ամեն ինչին վերաբերվում եւ եթե հանկարծ կրվեց, պետք է շտապօգնության մեքենան ստեղ լինի, որովհետեւ լավ դե կզանգենք տնեցիներին, շուտ կգան։ Խորհուրդ եմ տալիս սենց շատ լուրջ չվերաբերել, որովհետեւ սա խաղ է ընդամենը, բայց հետաքրքիր խաղ է իհարկե էմոցիոնալ, բայց դե ընդամենը խաղ է։ Խաղի սկզբից մինչև այս պահը խաղում էր սև։ Ու ես իրան ասացի, եթե դու կարմիր դուրս գաս, դու մեղավոր ես լինելու, որովհետև դու անպետք կարմիր ես, քանի կարմիր ես, այդքան մարդ ես։ Այսինքն աֆորիզմները պարապությունից ծնվում։ Շատ ախմախ է։ Անիմաստ իմ տեխնացությունը դրեց։ Այս կատարումը նվիրվում է Լևոնին։ Միշտ եղեք արիուցներ, արծիվներ, միշտ ելքվեր։ Լավ, տեսնենք թե ինչ է ասելու մեզ թիկնապահը ում է փրկելու, արդեն իրան փրկել է մի անգամ իրան չի կարա փրկի։ Սիրելի թիկնապահ, խնդրում եմ դուրս եկեք, թիկնապահ։ Թիկնապահ։ Ում եք փրկում այս անգամ։ Սև խաղացողի փրկեց թիկնապահ, սևին փրկեց, ինչ բարի սիրտ ունի, տեսնում եք իսկապես մայրական բնազդը ամեն ինչ կուրացնում է, կարմիրը փրկեց սևին, ամիգուցե Դոստոևսկին ինչ էր ասել, բարիությունը կփրկի այս աշխարհը, Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկի։ Սիրելի թաղային, դուրս եկեք եւ ստուգեք խաղացողի գույնը։ Թաղային,
Ահա եւ թաղայինը դուրս եկավ։ Ավետին մի տեսակ հավատում եմ, որ ինքը սրտանց ուզում է ու ինքն է նեղվեց, որ կարմիր գնաց Լևոնը։ Մտածում եմ, ում կարելի է։ Հիմա հրավիրում ենք դուրս Սևերին։ Սևեր, դուրս եկեք։ Որսի։ Ինչ որ Արամն է շիո գալն։ Շատ խնդրում։ Սա Սևերի ին վրա են խոսալու ես գումը։ Տրամաբանական կլինի Սևերի կողմից, որ հիմա ինձ խփեն։ Ինչ են որոշում Սևերը։ Որոշում են Սևերը։ Չի վարվել, չէ կարմիր։ Եվս մեկ խաղացող չարտնացավ, որտև փրկված չէր։ Կամերային շշկոտանաս։ Ես ամեն ինչը սկսեց Լևոնը, իր վատ խաղով, իմ կարծիքով։ Լևոնին խիանեցին։ Որովհետև սխալ խաղաց, խիին վրա տեխնացություն դրեց։ Ինչ անենք։ Ոնց այն անենք, կարմիր խաղացողը։ Մի խոսքով, իմ կարծիքով, Հայկն էլ ավտանգավոր Անահիտն էլ։ Ո՞վ Սևերին ասեք։ Իմ կարծիքով Սյոգը, Արամը կարծում եմ, բայց Հայկն ու Անահիտն էլ ջան, չգիտեմ, այն ինչ խոսած են, որ իմանամ, շնորհակալություն։ Սեյրան է գնաց։ Մինուս եվս մեկ կարմիր խաղացող։ Զգուշացեք, դռները բացվում են։ Տիկնապահը չկարողացավ դիպուկահար Սևերից փրկել Սեյրանին։ Երկու շատ խոսացող խաղացող ձեր ուզածով եղավ էլի, բայց երկուսն է կարմիրի։ Դե հիմա չի կարելի լռել, խոսեք։ Արամ խոսի, առաջինը դու խոսի։ Արամ աչպարարա, կարա ֆոկուս ցույց տա։ Իրականում հիմա սխալվելու հնարավորություն չունենք, որտեղ 3 հատ կարմիր է դուրս եկել ու եթե հանկարծ կարմիր հանենք, всё։ Ոնց որ ցավոք բան է։ Դաժե մտածում եմ ոնց որ ինքը թող որոշի, բայց թաղայինը կարողա պետքա հուշի էլի, որտեղ կամ այլ շուտ երևի կարա սպասի, եթե տնա կարմիր ենք հեռացնում այդ ժամանակ հուշի։ Գուցե թաղային չկա խաղում արդեն։ Ես մոռացել եմ, որ մենք կարանք ընթացքում խոսենք։ Ինձ թվում է ժամանակն է, որ արդեն բացվի։ Բացվել կարողա, չէ՞, ինչ որ մեկը։ Կարողա իհարկե, բայց կարողա թաղայինը չկա արդեն։ Մի հատ բան ասեմ, ինձ թվում է թաղայինը մահացել է, ասա ինչի։ Ոնց կարար թաղային լիներ ու բոլորը լովին քվյարկեին դեմ։ Այսինքն թաղայինը գոնե կիմանար, որ լովը կարմիրական ծեր չի։ Մի րոպե, ես թաղայինը չէր կարողա չիմանալ, որտեղ թաղայինը մի հոգի է։ Գոր, իսկ եթե անգամ մի հոգի ստուգած ինքը ինչ որ բան կասեր, չէ՞, բոլորը իրար հետ լով են քվյարկում։ Դուք չպետք է իմանաք թաղայինը։ Ասա։ Հիմա սխալվելու իրավունք չունենք։ Ինձ համար կարմիր մարդ խաղացել ես դու, որովհետև դու էլ ես եղել սրտացավ, որ կարմիրն է գրել։ Պլյուս երբ որ լովը դուրս եկավ խաղից ու պարզվեց, ուշադիր եղեք։ Լովը երբ որ դուրս եկավ խաղից ու պարզվեց, որ կարմիր է, տխրել եմ ես, տխրել ես դու ու Սեյրանը։ Ես շատ ուշադիր էի Հայկին։ Հայկը ընդհանրապես չտխրեց, ոնց որ տենց էլ պիտի լիներ։ Իմ համար ինքը ավելի սեր խաղացող։ Խաղի սկզբից անջան, ինքը խաղի սկզբից տենց էլ նստած էր, չի որ հիմա Հայկի վրա պետք խոսա։ Չէ, բայց իմ համար կարևորը մարդու էմոցիան, բայց կարմիր են կոտրել ու մեկը Էմոցիաներով պիտի մեկը էմոցիոնալ է, մեկը էմոցիոնալ չի պետք է մտածել մի անգամից։ Իսկ իմ համար ավետն դու կասկածելի ես։ Այո։ Ինչի՞ անավետը Որովհետև Հայկի տեխնատությունը ընդունված է։ կոնստրուկտիվ չի քո բանը ուղղակի։ Ինչ չի։ Կոնստրուկտիվ։ Կոնստրուկտիվ չի։ Կոնստրուկտիվ չի։ Ապեր ես ասում Լևոն ջան, խի ես խոսում։ Ինչի՞ համար ես խոսում։ Լևոնենց բաց թողած, բայց նախ Անահիտի դատողությունը մի քիչ բան է էմոցիոնալ, ով ում համար շատ տխրեց։ Ես եմ կարողա սառնասիրտ մարդ եմ, բայց դա չի նշանակում, որ ես սև եմ։ Որ սրտացավ։ Ես սրտացավ եմ, բայց սառնասիրտ։ Մի րոպե, եթե ես հիմա հոնգուր լամ այս բազալտե սեղանի վրա։ Հայկից կարող եք։ Շատ Կարող եք հետաքրքիր հոնգուր լակ հիմա։ Կարող եմ Սերգեյն է խոսում։ Ինչքան ասյոմիչնին։
Դե ինչքան ուզում եք, քանի րոպեից, ես չգիտեմ։ Ինձ թվում է Հայկը որ խոսա, անկեղծ եմ ասում, ինձ թվում է Հայկը որ խոսա, պրոստը պիտի ասի ես նոր մոնոներկայացում ունեմ ու մեզ հրավիր էր, որտեղ դու խաղի մասին բացի դրանից ոչ ոք չես խոսացել։ Հայկի տեխնատությունը դրված է։ Ոնց ես ինչ եմ խոսացել, Լևոնն ասում է խի ես ուղղակի փաստացի մենակ շատախոսություն է։ Ես ու դու նույնիսկ բան արեցինք, ինչ որ մի հարցի շուրջ եկանք ընդհանուր եզրահանգման առաջին էս որ բացեցինք եւ այլն եւ այլն։ Մեծ հաշվով քո դատողությունն էլ առանձնապես ինչ որ մի բանի մասին չի եղել։ Դե արի հիմա ուրեմն արի գիտես հիմա ինչի մասին խոսանք։ Այն հիշում ես երկու հոգի ովքեր որ բացեցին երկու քարտ նայեցին։ Իսկ կարող է հիմա ճիշտ բանա դրա մասին խոսալու։ Մեկը դու ես բացել։ Մեկը դու ես բացել, մեկը Անահիտն է բացել։ Okay, բա հիմա խես ընկել մեր հետևից։ Որովհետեւ վստահ չեմ մեկը։ Որտեղ վստահ չես ինչի վրա։ Որովհետեւ վստահ չեմ բացայցել խաղացողները դուրս են եկել։ Ես վստահ չեմ որ դու օրինակ սև լինելով լսելով հաղորդավարի խոսքը սենս չէիր անի մի հատ օրինակ։ Ինչի համար։ Երկրորդ անգամ ես սև լինեի այդ կանեի։ Դեմից մի անգամից ակտիվ ավետ, չէ, եթե իմ մտքով հա, դե ուրեմն հիմա իմ վրա մի կենտրոնացի։ Օրգանական դերասան ես, ես քո ուժերի վրա չեմ կասկածում։ Հիմա ավելի լավ կենտրոնացի ու ուրիշ բանի մասին։ Ներողություն, Հայկից բացի լավ, արի սենց անենք, ներողություն եմ խնդրում, արի սենց անենք, արի մի հատ լսենք հիմա Սյոգին ու Արամին լսենք, հետո նոր գանք ընդհանուր եզրահանգ։ Համաձայն եմ։ Ահա ֆանտաստիկ կլինի իմ համար, որ վերջում այս երկուսը սև լինեն, ասենց ես հավատում եմ իրանց իրական կյանքում ճանաչելով, հավատում եմ, որ կարան տենց դերասանի վարպետություն դերասանությունը ստեղ вообще կապ չունի, խաղի մասին ենք անում, ուզում ենք վիզ դնենք, վայ։ Ոչինչ, մի նետեք ձեր զարդերը, այո։ Դու առօրյա ինչ որ կատակներել ես շատ արել, որ անհավատալի ա եղել, նույնը կարոս իմաստը։ Տեխնացություն ունեք, Սերգեյ, ինչ որ կասկածներ։ Ուղղակի կասկած առաջի ամենասկզբի շրջանի ժամանակվանից հետո քարշ եմ տալիս մի հատ բան, որը Հայկից եմ լսել, բայց էդ էլ ինքը ինչ որ շատ sense հիմք չի տալիս հիմնվելու, բայց պրոստը ուզում եմ բարձրաձայնել, որ ինչ որ պա եղավ, երբ Լևոնին ու Անահիտին ուզեցինք հանենք երկուսին իրար հետ, ասեց հա եկեք երկուսին իրար հետ հանենք։ Հիշեցնեմ, որ եթե մենակ Հայկի տեխնացություն, անդադ Սերգեյ տեխնացություն։ Եթե Հայկից տեխնացությունն ամենակ Հայկ ավտոմատ ձևով լքում է։ Սյոգ, դա ընդհանրապես հումոր էր, որ իրանք իրար հետ կոնտրեն, ես ասում եմ հենա եկեք իրանց հանենք, ընդհանուր դեմի էմոցիոն է, Սյոգ ջան, դրա վրա պետք չի բանանել կենտրոնանալ։ Ես ոնց որ все-таки էլի համոզված եմ, որ քանի որ խառնա բանը թաղայինը մեզ օգնի, բայց եթե հեռացել է ինքը կամ տի սևակը լինի կամ Սերյանը երևի, որտեղ թաղային չկա խաղում։ Լևոնը ձեզ անդադ ասում էր ես թաղային եմ, չի հավատում։ Հիմա ով էլ բացվի սուտ է լինելու, որովհետև պարզա որ այս 3 հստակ կարմիր գրածա, չեմ ուզում կպնեմ։ 3 կարմիր խաղացողներից մեկը թաղային ա եղել ու դուրս եկել։ Ավելին ասեմ, մենք ունենք թաղային եւ ունենք տիկնապա։ Ինձ թվում է լավ, մի հատ բան ասեմ։ Իսկ գուցե տիկնապահը ինչ որ մեկին վերակենդանացրել, այսինքն փրկել է։ Ոչ, տիկնապան դեռ ոչ մեկին չի կարողացել փրկել, որտեղ տիկնապահն էլ շատ վատ է խաղում։ Շատ եմ խնդրում, մի հատ կասես, ինչ դրամաբանությամբ, եթե օրինակ համ քիչ եմ խոսացել ես, համ Արամը, համ Սերգեյը, բացի այն որ ես էմոցիոնալ չեմ արձագանքել, բանը զոհերին, որն է դրամաբանությունը, ոչ իրանք, այլ ես։ Էմոցիոնալ չեմ արձագանքել զոհերին դուրս եկավ։ Ասեմ, երեխեք, իմ համար սենց էլի եմ ասում, ես զգում եմ մարդ, որ կարմիրների համար ցավում է եւ մարդ, ով խիստ անտարբեր է։ Օրինակ հենց հիմա դու կարմիրների համար ցավալով բռնեցի կարմիր խացող հանեցի։ Այդ կարմիրը ավոր սև էր խաղում։ Իմանալով ենք սև էր խաղում, որ սև չի, ես իրան ասացի, ասեցի, եթե դու կարմիր ես, անպետք կարմիր ես։ Լևոն, եթե դու կարմիր ես, դու անպետք կարմիր ես։ Ես մի բան ասեմ, ես էլ եմ ափսոսում, որովհետև եթե մնար Լևոնը, եթե մնար ավելի խառնելու համար, ինքից դուրս գալուց ասում է, «Խի ես իմ վրա կասկածում»։ Բացի Հայկից։ Ես ցավում եմ, որ Սերյանը կարող է շատ եմ խառնում, կներեք, որ տարբեր կարծիքներ եմ ասում, ուղղակի բարձր եմ խոսում, համ էլ ինձ մտածելը տենց հեշտ արինում, էլի։ Արամը, որ նույնիսկ հիմա խոսում է, այս, չգիտեմ, ռաունդ կարելի է սրան անվանել, թե չէ։ Խոսում է շատ ոնց ասեմ, չէ, նույն եկեք լսենք։ Որովհետև մենք բոլորս իրար գիտենք, ես, դու, Անահիտը, Սյոգը, մենք 4-ով այս բան իրար գիտենք, Արամի հետ կյանքում դրսում չենք շփվել, ու մենք չգիտենք Արամի երբ որ էմոցիոնալ։ Խնդիրը մենակ դրա մեջ չի, ես նենց չի օրինակ ես ու Անահիտը իրար շատ մտերիմ ճանաչում ենք կամ բան, չէ, առանձնապես Արամի հետ էլ իրար չգիտենք։ Խավլիցի, այդ բառը անում ուզում եմ։ 1 2 3 4 5 2 հոգի ստեղ ստում է։ Իսկապես։ Ո՞վ է դա։ Մի հատ խոսի հասկանանք դու ստում ես թե Խոսի, Արամ ջան, ով ես դու, կարմիր ես թե սև։ ոնց որ
փորձում եմ Անահիտին հավատամ, բայց կարող խաբվեմ, ու դերասանական բանով խաբվեմ։ Իմ մասին կարծում եմ կարմիր եմ։ Հենց հիմա դու կարմիր ես, թե սև ցավոտ։ Կարմիր եմ, հիմա էլ բացելուց սկսած կարմիր եմ, ասենց ասեմ, էլի։ Բան չի փոխվել։ Մի հատ բանի վրա ասեմ, հələ կենտրոնում թե շատ Բայց մի հատ բան ասեմ։ Պրոստը գիտես ինչ կա, ես գիտես քո տեխնացիա արամ ելենա։ Անկեղծ այդ ոնց որ ոտրես, հենց եթե նայեք ամեն վարքյան շարժվում, դա շախմատից մնացել է։ լարվածությունից չի, ասում որ ինչ որ լարվածություն ունես։ Ես ավելի լարված։ Այդ ոնց որ Պալիբոմը լարված վիճակը իմ համար, որտեվ մի հոգի եթե հելավ կռվում ենք, բայց մի հատ բան ասեմ, էլի։ Ոնց որ Անահիտին երևի չեմ քվեարկի, որտեվ այդ երկրորդ անգամ նայելի ես իր մոտ նկատել է, ուրիշի մոտ չեմ նկատել։ Չգիտեմ իմ մոտ չեք նկատել, բայց ես էլ եմ երկրորդ անգամ նայել, դրանով փորձել եմ հուշում տամ։ Կարայի խափեի նաև եթե սև լինեի։ Բոլորս, դեռ այդ հուշում տայր որ դու ով ես։ Կարմիր իհարկե։ Երկրորդ անգամ նայում էիր, որտեվ քո ծրարի մեջ քարտ կար։ Չկար, չէ։ Չկար երկրորդ։ Այսինքն դու ոչ ես նայում էի կարմիրներին հուշում տալու համար, որ իրանք եթե ոնց որ համաձայն եմ որ կարա որպես սև լինեի, էլի փորձեի հուշում տալ, այդ լրիվ համաձայն եմ, լրիվ լագիշն է, բայց մի դրա համար եմ ասեմ անկեղծ։ Ես Արամի խոսքին նշի որ վերջնական հավատում եմ։ Իմ գլուխս արդեն ցաված ձեր զրույցը։ Ես եւս մի բան ու որտեղ միայն Հայկի տեխնատությունն է դեռ։ Նայ, հիմա ես ասում եմ ու տեխնատությունը դնեմ, նայ։ Ես 100%-ով վստահ չեմ, որ դու սև ես։ Ու քանի որ վստահ չեմ, քանի որ դու լավ խաղացող ես, ես հիմա ափսոսում եմ քո տեխնատությունը դնեմ։ Համել փաստացի։ Նայ, սպասի ասեմ նորից խնդրում եմ։ Խաղը կարող է կրվել։ Հիմա նայ, քանի որ ես կարմիր եմ, վստահ ենք։ Նու ես վստահ եմ որ ես կարմիր եմ ու քեզ էլ չեմ ուզում ու չեմ ուզում ասենք քեզ էլ անեմ հիմա արի պատկերացնենք խաղում կա երկու սև չէ հստակ է հիմա արի մի հատ հասկանանք ով Անահիտը չի Անահիտը 100% չի ես էլ կասկածում եմ Արամի ու մի քիչ էլ բայց արի նաև համաձայնենք որ հստակ արգումենտ չկա օրինակ չեն կարող ասենք սրա պատճառով Անահիտը չի որովհետև Անահիտը լավ համոզում է որ չի չեմ ասում դու ես հիմա ներ չի որ քեզ կասկածում եմ չկա եկեք պարզ Տեխնատություն անուն իմя сестра Անուն դուք ունեք ինչ որ մեկը տեխնատություն անիմաստ ինձ անը կրվել եք եթե անկեղծ ասում էլի հիմա ես էլ ամեն դեպքում սենց ենք անում բայց լսի միջևեր նոր կառարկես մեկը առարկելու ես դնում եմ քո տեխնատությունը բայց հիմա փաստացի կամ ես եմ դուրս գալու կամ եթե ես դուրս եկա գոնե կիմանաք թե վсё պրծնում ստոպ պրծնելու եթե կարմիրական չէ ուրեմն ընդունեք նաև Արամի տեխնատությունը որովհետև ես չեմ ուզում ոչ իմ կամ ոչ էլ Հայկի դու արդեն դրել ես տեխնատությունը իմը դու չես ես եմ դրել քո այո մի վարքան Կարող մի օկոս պետք է ավելացնել։ Ինչի համար է պետք է ավելացնել։ Մի հատ էլ ավելացեցի, խառնվելու ենք իրար։ Արամ, նայ։ Իսկ կարող ես ուզում խառնես իրար։ Ավելացնեք մարդը մի հոգու ենք քվեարկել։ Այս բանին իրեք հոգու կա։ Սկսում ենք քվեարկել։ Ունենք Հայկի անունը, ունենք Ավետի անունը եւ ունենք Արամի անունը։ Խնդրում եմ ուշադիր ձեր Եթե կներեք էլի Հայկը կարմիրա դուրս գալի, կարմիրն է պարտվում։ Այո, ով էլ կարմիր դուրս եկավ պարտվում։ Հայկը կարմիր դուրս գա, Ավետը կարմիր դուրս գա, Արամը կարմիր դուրս գա, Սևերը ես անկեղծ եմ ասում, մնայք։ Բայց ես համեն կլոնկվեմ, եթե դու դուրս եկար կարմիր եղար ու մենք մեկակրվեցինք, էլի։ Այսինքն ես մտածում եմ քվեարկեմ ում, պետք է Պալիբոմը մեկին քվեարկեմ կամ Հայկին կամ Արամին։ Կյանքում լինում են տենց ընտրություն։ Հիմա ես տալիս եմ անուն, իսկ դուք բարձրացնում եք ձեռքեր։ Ձեր խոսելու ժամանակ արդեն ավարտվեց, մեր տիեզերանավի թթվածինը անվերջ չի։ Ով է կողմ, որ խաղը լքի Հայկը։ Հայկ Դուք միաձայն հեռացաք, վերջին խոսքը ձեր եւ բացեք ձեր քարտը։ Ինձ հետաքրքիր ամենակ Չասես կարմիր ես, խնդրում եմ։ ինտրիգ եմ պահում։ Չասես կարմիր ես։ Չասես կարմիր ես։ Չասեմ կարմիր եմ որիչ։ Օրինակ ո՞նց կարտագանք քեզ եթե մենք կարմիր եղանք։ Կպարտ։ Իսկ քեզ եթե ես կարմիր եղա, մյուսը ում կհանեի։ Ասա։ Արամին։ Չես կարել Արամին հանես ինքը։ Եթե դե Արամին։ Բա դու Արամ։ Լավ ես ինչ ինտրիգ ասա։ Պատկերացում։ Դե պարտվեցիք։ Աստվածին։ Սերգեյն ու Արամն։ Ես չեմ։ Չես։ Դուք եք։ Այս բաժան մեն Ավետ դու սև ես։ Դու կամ դու ինձ թվում է Ավետը եւ Սերգեյը սերկացողներ են։ Ես ասում եմ։ Շնորհավորում ենք Սևերին։ Սխալ կողմ բռնեցի։ Շնորհավորում ենք Սևերին։ Ես պարտավոր էի։ Ես դե խաղայի միջև վերջ Կամ ես քեզ փրկել եմ մի գիշեր։ Ցավդ տանեմ, ես Անահիտ, բայց ոնց։ Մալադես, բայց լավ արեցի։ Լավ արեցի։ Ես Ավետի փրկել եմ գիշերը։
Ես սերի փրկել եմ կարմիրը։ Ես քեզ ասեցի։ Իրետի քո խնդիրն է։ Որովհետև Անահիտ փաստացի Այս խաղը ես Անահիտի եմ խոսքի մեջ պատվել, բան ես չկար։ խայտարակ խաղ եմ խաղացել սենց։ Դուրս, բոլորը դուրս, բոլորը Հիմա դուրս։ երկրորդում ինչ լինես, ես քեզ չեմ Բոլորը հավատում։ դուրս։ Գիտեմ, երեխեք ինչ անեմ։ Կար տրամաբանություն, անուղղակի։ Իրականում ես երեքսի մեջ Եք լսում հայկին, բոլորը դուրս։ ես ակնայից երեքսի մեջ ուզում եի ավետին քվյարկի, ուղղակի Դու ես կարմիր, երեխեք մի քիչ օկտիվ եղեք կարմիրը։ Ինչ ուր ենք գնում։ Այնտեղ։ Մամա ջան, ավետես ինչ օրես չեմ խոսում էտա։ Փայլուն սևական հաղթանակ։ Փայլուն իրար հետևից բոլորին խափեցին։ Սերգեյի մասին ոչ մեկ ընդհանրապես ծպտուն չհարեց, իսկ ավետին անգամ փրկում էին կարմիրները։ Այսպիսի փայլուն խաղ առաջին անգամ Մաֆիադորում, բայց սա դեռ սկիզբն է, որտեղ նրանք ունեն երկրորդ խաղը եւ երկրորդ խաղը լինելու էլ ավելի թեժ։ Մնացեք մեզ հետ։ Բարի գալուստ 2։ Բարի գալուստ Տիհանա Տիեզերանավ։ Անահիտին նայում եմ բառերը մոռանում եմ։ Տիեզերանավ։ Անահիտը ամանչում է, Անահիտ ոչինչ, առաջին խաղը պետք է մոռանալ։ Դա պարզապես խաղ էր, որում կարմիրները պարտվեցին, Ես միշտ մտածել եմ, որ ես ազնվությունը զգում եմ ու ինձ փառահեղ խփեցին։ Սխալ խաղես։ Այժմ ես ոչ մեկին չեմ հավատում։ Ջախիչ կերպով պարտվեցին կարմիրները, ես ուզում եմ հիշեցնեմ, ասեմ ձեզ, որ երբեք այդպես չի եղել, որ ամբողջ խաղի ընթացքում ոչ մի անգամ երկու սև խաղացողից մեկի անունը գոնե չկա։ Ես ավետին բռնել ասեմ մարդը անձնապես փորձեցի, բայց տարբերվել է լավ։ Միած բան էլ ասեմ, մեր խաղի ահա որ դժվարային ա եղել, որ թաղայինը միակ օգնողը հենց առաջինից մահացել է։ Համաձայն եք։ Երեխեք, Ով է սպանել թաղայինին։ Ֆաշիստները։ Համարյա։ բայց դուք պիտի տենայի գորի դեմքը, երբ որ ինքը ասում էր ունենք մեկ տեխնացու, դրեք երկրորդին։ Լավ, սկսում ենք երկրորդ խաղը, հիմա հիշեցնեմ, որ նույն բանն ենք խաղում, նույն խաղն է, Մաֆիադորն է, ուղղակի խաղաքարտերը չի բացվում։ Պարզ է։ Okay։ Սկսում եմ բաժանել նորից այստեղից, հետ հաշվարկով բացում քարտերը, կարող եք բոլորդ երկրորդ քարտը մանգալ, դրա վրա շատ եք խորացել, որ հիմա բացեմ։ Ես երկրորդ չէ, հետ հաշվարկով։ Չես դու երբ ուզում ես կարաս բացես։ Հա, մեկը անելու է։ Այո։ Так, Անահիտ սածերը։ Անենց կուզեմ սևելնես, դու անենց կուզեմ սևելնես։ Եվ հայք։ Դու առաջինը մեռար, իմացի հաստատ ծեվ։ Դե ամեն ուրեմն իմացա։ Ուշադիր 3-2-1։ Դե ինչ, ամեն ինչ պարզ է, Այո։ ինչ որ բաներ ունենք հիմա այս պահին իրար ասելու, թե կարճ կտրենք։ Ավես էլի կերելու ենք։ Ոչ մեկին չեմ հավատում։ Սևերը հաղթել են, կարմիրները պետք է ռևանշ վերցնեն։ Զգուշացեք, դռները բացվում են։ Առաջին խաղը բավականին հետաքրքիր էր, եւ տեսնենք թե ինչպիսին է լինելու երկրորդը։ Սովորաբար երկրորդը լինում է ել ավելի հետաքրքիր, բայց առաջինը շատ հետաքրքիր էր, պատկերացնում եք երկրորդը ինչ կլինի։ Առաջին խաղը մի փոքր անկազմակերպ եղավ։ Հուսամ ես մյուսը կազմակերպված կխաղանք։ Առաջին խաղը կարելի ասել իմ պատասխանության ներքո է եղել։ Ասում եի Անահիտին, դաժե ուզում էի այնց անեի, որ ինքի հետ խաղար, ասի Անահիտ մերս։ Էլ մայրական բնազդը չաշխատեց։ Ու ես ջախջախիչ պարտություն եմ կրել։ Ավետը պատասխան գտա իր արածների համար անցած խաղի։ Շատ դժվար է լինելու երկրորդ անգամ խաղալը։ Բոլորը կոնկրետ ավետի վրա կասկածելով մտնել են սկսել են խաղալ երևի։ Հիմա հիշեցնեմ, որ դուք պետք է ինչ անեք, բաժանորդագրվեք մեր սիրելի Monk 3 YouTube-յան ալիքը, որովհետև եթե բաժանորդագրվում եք, ձեր կյանքը ավելանում է։ Ծխելը վնասակար է առողջությանը, իսկ Monk 3-ին բաժանորդագրվելը ճիշտ հակառակ, առողջության համար շատ լավ է։ Խորհուրդ եմ տալիս եւ ստուգված խորհուրդ է դա։ Նույն նեղված կարմիրն եմ մնացել։ Այս անգամ ցավոք շատ սովորական կարմիր խաղացող եմ։ Ահա որ նեղված կարմիր։ Ես թաղայինն եմ։ Վիրավորված կարմիր։ Միլիցիա։
Անտանելի Կարմիր։ Հիմա արդեն ժամանակն է ստերոթի ծանոթանալու մեր խաղի թիկնապայի հետ։ Թիկնապա, ուզում եմ ձեզ տեսնել, ով է այս խաղի թիկնապահը։ Բացեք դռները, դուրս եկեք եւ ասեք, որ դուք թիկնապան եք, շատ բարի, թիկնապան իրավունք ունի մեկ անգամ, մեկ գիշերվա ընթացքում մարդու կյանք փրկել։ Այդ ընթացքում նաեւ կարող եք ձեր կյանքը փրկել։ Հիմա ոչ մեկին պետք չի փրկել հաջորդ գիշերից։ Թիկնապայի հետ ծանոթացանք, հետաքրքիր թիկնապա ունենք այս խաղում եւ հիմա ժամանակն է ծանոթանալու թաղայինի հետ։ Իդեպ դաթարի ընթացքում ինձ թաղապետ կոչեց Անահիտը, ինչը ինձ ավելի դուր եկավ, քան թաղայինը։ Թաղային, դուրս արի թաղային։ Ով է։ Թաղայինը, թաղայինը։ Թաղայինը այստեղ է։ Թաղայինը գիտի ինչ պետք է անի, ամեն գիշեր մեկ հոգու կարող է նա ստուգել։ Կարող եք մնալ ներսը, հիմա անիմաստ է դեռ դուրս գալը։ Ամեն խաղի, ամեն գիշերվա ընթացքում մեկ հոգու ստուգում եք եւ ես ձեզ ասում եմ, թե ով ինչ գույնի է։ Ձեզ կարող եք չստուգել։ Մտեք ներս։ Այո։ Թաղայինին ճանաչեցինք, հետաքրքիր է լինելու, ես գուշակում եմ արդեն, как говорится, ինչպես կասեր Սայեդնովան, предвкушение։ Так, հիմա սիրներս ծանոթանանք մեր հարգարժան սևերի հետ։ Սևեր, դուրս եկեք ձեր կապսուլաներից եւ ծանոթացեք իրար հետ եւ մի քիչ կարող եք ծանոթանալ հաղորդավարի հետ։ Ով են սևերը, սև խաղացողներ, հուսով եմ իրար տեսակ, ծանոթացակ, բոլոր հետ ծանոթացանք, հասկացանք, միջայլոց կոմենտներում գրեք, խնդրում եմ, ով ըստ ձեզ փայլուն խաղաց անցյալ խաղում, չնայած պարզ է, որ երկու տարբերակ, երկուսն է փայլուն խաղացին, իսկապես, թե Ավետը, թե Սերգեյը։ Հիմա այս խաղում ով կհաղթի, գուշակեք, կարմիրները, թե սևերը եւ կարող են սևերը նախկին խաղի սևերի սխրանքը գոնե կրկնեն, որովհետեւ հնարավոր չի այդ ռեկորդը անցնել։ Գոնե կրկնեն։ Զգուշացեք, դռները բացվում են։ Բարի լույս, խաղը սկսվում է, ես գիտեմ ով է թիկնապահը, ես գիտեմ ով է թաղայինը, ես գիտեմ երկու սև խաղացողներին։ Հիմա արդեն իրար հետ կարող եք սրուցել, խոսել, հասկանալ եւ սկսել խաղը։ Ժողովուրդ, առաջի խաղը մեզ մոտ մի փոքր անկազմակերպ եղավ։ Մեղմ ասած։ Այո։ Ես ինչ եմ առաջարկում, որպեսզի թույլ չտանք սևերին երկրորդ անգամ հաղթել խաղը, եկեք լուր լսենք իրար, խաղանք, իհարկե Լևոնը մեկը անելու են ինչ որ անելու է, հարցը դրանում չի։ Ես կուզեմ լսեմ Սևակին։ Սևակ ջան, խոսես։ Սևակ, անցյալ խաղում ամենակիչը դուք եք խոսում պարզ պատճառներով։ Կներես։ Այո, իրականում շատ չեմ սիրում այդ բանը, երբ հենց առաջի գիշերն են հեռացնում, որովհետև ընդհանրապես չես հասցնում խաղի տեմպի մեջ մտնել։ Իհարկե, ոնց հասկացա, երկու սևերը փայլել են, էմոցիաները մի կողմ դնելով, էս իրենց հաղթանակն է։ Հիմա իրականում ավելի դժվար է, որովհետև մի խաղի վրա մյուսը խաղալ, մի քիչ այստեղ էմոցիաները շատ են, հիմա օրինակ իրոք վատ եմ տրամադրված հատկապես Ավետի դեմ։ Այսինքն ասեմ, նույնիսկ եթե հաղթեցի, ցենց ասեմ, շատ բանը բշտված գնալու է։ Մի բան կա, ինքը տակա հակնված, ես այդքան էլ չէ, բայց կատակամիկում կարամ բուշլատս քեսնամ։ Արտահայտությունը չեմ սիրում ասել, բայց այս դեպքում սովորական կարմիր խաղացող եմ, ոչ մի պարտականություն չունեմ։ Մենք հիշում ենք ձեր անունը Սևակ է, բայց կարմիր եմ։ Բայց կարմիր։ Ես կարամ մի բան ասեմ։ Իհարկե։ Ժողովուրդ, ես ձեզ խնդրեցի, չէ, անկեղծ, հիմա եկեք մոռանանք, եկեք պատկերացնենք, որ առաջին անգամ ենք հանդիպել, չնայած Անահիտը չի կարող դա մոռանալ։ Ես անկեղծ սև խաղացող չեմ։ Չէ, Ժորժ, ես իրականում Անահիտը գալու է կամերայից ձվերով։ Ես հիմա մի բան ասեմ ձեզ անկեղծ։ Սերոն, ես հիմա խաղա չեմ ուզում սարքեմ մեր մասին բացարձակ։ Բայց քանի որ դու ոնց որ էմոցիայի մարդ ես, հատկապես այն մարդիկ, ովքեր որ կան այդ արվեստում կհասկանան, երբ որ քեզ հետ ինչ-որ բան է կատարվում, որին դու ուրախությամբ ես վերաբերվում, տվյալ դեպքում բնականաբար բոլորս մտածում ենք, որ սև խաղալը ավելի հետաքրքիր է խաղում, քան կարմիր, իրականում ես հակառակն եմ կարծում, ինչ որ Սերոն
որոշեց, որ ես հիմա լրիվ անկապ եմ ասում Սերո ջան, կարաս հանգիստ ասես։ Ինչ եք ուզում Սերոյից։ Խնդրում եմ, այդ դեմքովից մի նայ, որտեղ լավ բան եմ ասում։ Սերոն խաղը սարքեց, որ վերցրեց մի անգամից ղեկ իր ձեռքը ու որոշեց, որ ինքը պիտի անի այս խաղի լիդերությունը։ Ես լսել եմ։ Ես սպասում եմ ավարտի պրոստը տեքստը։ Սերոն իմ համար կասկածելի է, անկեղծ։ Բնականաբար ես տեխնացություն չեմ դնի։ Շատ լավ բան ասիր Սերոյին։ Բայց լավ բան եմ ասում Սերո ջան։ Սերոն իմ համար շատ կասկածելի է։ Այդ ասեցի, որ այդ պահին բան չանի, այդ դեմքով չնայ։ Լևոն իրականում դու մի քիչ շուտ դուրս եկար, բայց ավետը հիմա հլվոր անում է նույն բանը ինչ առաջ։ Չեմ դատում ոչ մի ձև, չեմ ասում։ Բայց հլվորական կարմիր խաղացող եմ, խնդրում եմ Անահիտ, եթե դու կարմիր ես, հավատա ինձ անկեղծ Կնոջ աչքերից լաց ես բերել։ Ես ամենավերջին եմ խոսալու, ուղղակի բոլորիդ ուզում եմ լսեմ նոր խոսան։ Բայց Հայկը մի պահ վերացեց մեր տիեզերանավը եկեղեցու։ Մի դատել որ չդատել։ Անահիտը հնարավորություն ունենար բոլորիդ վատ բառեր կասել։ Ես խոսք եմ տվել, որ այս օին չեմ էմոցիոնալ լինել, բայց ես էմոցիոնալ չեմ կարող։ Չեմ կարող։ Ուղղակի եթե ինձ եք հարցում, ես ձեզ ասեմ, իմ համար առայժմ 3-ն են, նույն խաղն են տանում, ինչ որ նախորդը։ Ու քանի որ նախորդին Մենակ խնդրում մի ներվայնացի երեխաներն են։ Լրիվ նույն խաղն է ստանում։ Սեյրանը լրիվ այն ժամանակ էլ կարմիր էր, ուզում էր կարմիրներին օգներ։ Շնորհակալություն։ Սևեր, ասում ես մի րոպե։ Լավ, օքեյ։ Լեովը արդեն դե մերս։ Անահիտ, բայց բանը օրինակ Սյոգներ լրիվ հակառակ ինչ որ շատ բիզնես ռադիոսիա Իրան լսեք։ Խնդրում եմ հիմա եթե ես խոսացի ինչ մի խաղը դառնա, բանի չեմ ուզում խաղը դառնա։ Որ ես Դեր շուտ է։ Չէ, այքի դու այնքան փայլուն դերասան ես, որ անդադար արդեն կասկածել ենք, ուզած չի։ Այ Աստված, ես խոսալու գիշեր կարաս է եթե անտես որ ես դուրս եկա, իմացի որ դու բեսամ մի բան ասեմ։ Կլինի մյուս երկուսին լսենք, որ չենք լսա։ Թաղայինին մի բան խնդրեմ, Թաղային ջան, խնդրում եմ, Թաղային ճիշտ եմ ասում։ Ես խնդրում եմ Սևակին կստուգի, որ ես խնդրեմ։ Սևակը լրիվ նոր մարդ է այս խաղում, ասում է կլինի այս երկուսին էլ լսենք։ Չգիտի որ այս երկուսը չեն խոսում։ Ես չեն խոսում։ Թաղային ջան, խնդրում եմ այս գիշեր եթե կհանեն մեզ, Սևակին պրոստը մի հատ կստուգեք։ Շատ կնդալի է որ լսել ես ինչ սխալ տեղ են Սյոգնու Արամը։ Սխալ չէ, իրար դեմ նստել են ու շատ բարի ամփյուր են։ Ասեղը ասում դու խոսած սամ, չէ դու խոսա, ու եթե չեն խոսա։ Լևոն, այնքան sense իրար դիգա Սարքելես բան, հումորի բան է։ Հումորի բան չէ, հումորի լիգա։ Չխոսած, սոսմը, Լևոնը չպետք է խոսա, ժողովուրդ։ Ավե դու կարծես դու կարես լրացնել։ Սերգեյ եւ Արամը խոսեն, լսենք մարդկանց ով է։ Պալտոտ իստում է հայ ֆիլմից։ Ինչ էր ասում իմ ակտիվության պահը։ Ինչ որ կինոն տեսել ես։ Հենրիկ Մալյանը սրանով քաստինգ արել։ Հրան Տարամիջի բան։ Ինչ կար, ինչ ընդհանրություններ։ Այո։ Նայեք, տեսեք որ նույն բանն է կատարում, պրոստը խնդում ենք։ Հայկը ասում է ինչ որ ակտիվ եմ, ուզում հասկանամ այդ ակտիվությունը ինչ է ընդհանրություն կտա։ Չէ, չեմ կասկածում ամենևին։ Կամ կարմիրան, կամ այս անգամ ուրիշ սևի սև։ Ուրիշ սև ես։ Այդ է ուրիշ սևն։ Երկրորդ սևն ես։ Ես ավետի հետ խաղալուց էլ չեմ հավատացել ավետին։ Արա, ամենավատն է որ միակ պատերժկեն անցած խաղը ես տենում եմ Սյոգի աշկերի մեջ, որը հետի սևն էր։ Ու հասկանում եմ որ հանձնվել է այս մարդը։ Լայքն հա, ճիշտ ես ասում, այդից սրամ դե չեմ կարող։ Ես կարամ հաստատ ոնց որ ասեմ որ մենք այս խաղն էլ ենք կրվելու, որտեղ առաջին անգամն էլ սենց սկսվեց ու տենց է գնա։ Բայց ես առաջարկում Վերջում էլի Արամի գոնե ձերի տեմբրը մի հատ լսենք, որ արդեն այն մարդը նա խոսած։ Ես համաձայն եմ որ Սերգեյը ուրախ է ուղղակի նախորդի համար, չգիտեմ։ Շատ կարևոր ինֆորմացիա է։ Արամ ջան, խնդրում եմ։ Սխալը Լեովին Մի րոպե նախորդ անգամ էլ եմ ես նույն հարցը տվել։ Կարմիր եք թե սև։ Ես կարմիր խաղացող եմ, ցավոք սրտի սովորական կարմիր եմ, կուզեի կարմիր չեմ։ Միակական է նույն ինտոնացիայով ել։ Կարմիր թե սև, կարմիր ու կարմիր էր։ Ինքը էլի էս հարցադրումը արել է։ Ես կարծում եմ Սևերը պարտված են հաստատ այս խաղում, այդ չի հարցը։ Ու բեսամ հույս ունեմ որ Սևերից մեկը դու ես։ Ես չեմ, քո արցունքները տենամ։ Ես քո արցունքները պիտի պրոստը ամենավատն է որ այս անգամ չեմ կարա բացեմ, եթե բացեի, ես ճաղելուի շպրտեի վրա։ Ինչը։ Այս կարմիր քարտը Չեմ նույն ձևեր ինքը ասում է։ Ո՞վ է որ ճաղում ես ոսպետ։ Այս ներսից։ Ժողովուրդ, ես էմոցիոնալ եմ, դուք ինձ որ օքեյ, ոչ մեկը ինձ չի ճանաչում։ Ես եմ էմոցիոնալ։ Ահա։ Այսինքն հիմա եթե ես առաջինն եմ խոսացել, դուք պետք է բռնեք ասեք
կարմիրը սխալ եք խաղում։ Բայց մենք չենք ասում կարմիր, ես մենք Ես օրինակ չեմ ասում։ Ոչինչ, էմոցիոնալ դեմիջ արեք, հենց հիմա։ Լևոնը Սերո, հələ մի րոպե, բայց Դռները դու եփեն, ասացիր մի բացվում հատ կներեք։ նոր ֆիքսեցի։ Դու ասացիր մի հատ խոսա, բան եւ այլն ու դու նենց։ սկզբից խոսել եմ, առաջինը ես եմ խոսել, գիտես։ Սերոնա խոսացա։ Զգուշացեք, դռները բացվում են։ Եթե ենթադրություն անենք առաջիկ քննարկումներից, այս խաղն է պետք է լինի նույն ձև հետաքրքիր, ինչպիսին էր առաջինը, որտեվ քննարկումը կարծես թե հենց նույն ոճում էին տանում բոլորը։ Հիմա տեսնենք, թե այս խաղի թիկնապան գոնե մեկ անգամ մեկին կփրկի, անցյալ խաղում Անահիտը ոչ մեկին ոչ մի անգամ չկարողացավ փրկել։ Եվ ինձ հետաքրքիր է, թիկնապա առաջինը ինքը իրեն է փրկելու թե չէ, թե ավելի սրտաբաց կլինի եւ ավելի բարի կլինի եւ իրան սոհաբերելով կփրկի ուրիշի կյանքը։ Սկարայսամ, սպասում դրուգիղ։ Բոլորս նախորդ խաղի էմոցիոնալի տակ ենք իհարկե, ու տենց դիլներ։ Լևոնը ինչպես միշտ իր ռեպերտուարի մեջ է, Անահիտը գազազած, ավետին էմոցիոնալ ոչնչացնելու ենք մենք, այս չի խոսալու։ Ոչ մի կողմ չի խոսալու։ Հուսամ, երբ որ արդեն հաղորդում ունենք, կհասկանա Սերոն, որ մենակ իր հետ եմ խաղում։ Հուսամ հիմա ինձ չեն որոշի մորթեն, հուսամ ամեն ինչ ճիշտ կգնամ։ Շատ եմ ասում հուսամ, մեռը ասելով հուսամ, հերիքա հուսալ, պետք է խաղալ։ Սևակին չեմ ուզում ստուգեմ, որ տնես 4 սերիալը շատ եմ հավանում։ Ինչ ասեց, տիկնապա ասեց։ Դա համար գնամ ստուգեմ Հայկին։ Ինչ կարծիք է, այդ գլխով արա, գնամ ստուգեմ։ Ում եք ուզում փրկել թիկնապա։ Սիրելներս, հաշիվը 1-1։ Սիրելի թաղային, ում եք ուզում ստուգել։ Որ խաղացողին եք ուզում ստուգել։ Թաղայինը ստուգեց խաղացողին եւ ես արդեն պետք է Ես նույն էմոցիոնալ պարտված կարմիրի պես շարունակում եմ։ Հիմա վախենում եմ, որ էլի ես իմ տաղավարը կկարմրի, ոնց նախորդի դեպքում հենց առաջին գիշերը ինձ հեռացրին։ Պապետկա не пытка։ Ուզում եմ Լևոնը մնա մի քիչ ուրախացնի։ Իսկ փորձեմ մաքսիմալ հաճույք ստանալ։ Բացեմ նայեմ կա։ Սևեր դուրս եկեք։ Տեսնենք թե ում եք վերացնում։ Ում եք վերացնելու։ Որոշել եք։ Կամ իրար չեն հասկանում Սևերը, կամ գոռը ուղակի որոշեց գնալ տուն։ Վատ կանխազգացում։ Մի հատ նայ, որ եթե գամ զենաս թե կնոպ կանսախ մեզ սպանի էլ է դեպքում։ Պապշկով սպանի, հատկացու չտողես ես կրա։ Սևակը սև խաղացողա։ Ինձ մի պատված, որ ուզում էին թաղայինին վերացնել, բայց նիդալոտ։ Վստահ եմ, որ Սևակը մի սև խաղացողներից մեկն է, երկրորդին չեմ կարող ասել, բայց Սևակը, այո, ես վստահ եմ, որ ինքը Սև է։ Ախ ինչ լավ են սարի վրա, անցնում օրերն անուշանուր, թե թաղային, թե թիկնապա։ Մինչև Անահիտը բոլոր երգերը չի երգում, եկեք։ Զգուշացեք, դռները բացվում են։ Բարի լույս։ Բարի լույս։ Սերանին կորցել ենք։ Ափսոս։ Այո, այդպես չի կարելի, հա, ոքի։ Աղ է իրանում։
Խոնք։ Ես մի հատ բան ունեմ ասել, չնայած որ խոսք եմ տվել, որ էմոցիոնալ չեմ լինելու, բայց չեմ կարող չասեմ։ Առաջի մեր խաղի պարտվելու պատճառը այն էր, որ թաղայինը շուտ գնաց եւ չիմացանք։ Հիմա ես առաջարկում եմ, այսինքն խնդրում եմ, որ քանի թաղային կոպիտ ասած չի մեռել։ Խնդրում եմ ինձ 30 վայրկյան ժամանակ տա սենցի բան։ Բայց մի հատ բան։ Ոչ, մի հատ բան Արդարացիորեն ճիշտ։ Անդամը երկու սև։ Այո։ Այսինքն եթե այդ մի սևին էլ նույնիսկ վերացնենք, կրելու հավանականությունը մեծ է։ Բայց Գամա ես գնում եմ, չխանգարեք, գնում եմ all-in, իմ Թամանյանի պես նստել։ Թաղակ եմ գծում։ Ես թաղային եմ, արդեն անկեղծ եմ ասել։ Ապրես։ Հայկը ստուգված ձև է, ընդունեք հայկի տեխնիկա։ Ես էլ եմ 100 ես զգացել եմ։ Հիմա օպ չխոսած, հետո կարդարանաս։ Հայկը հիմա գնում է, թիկնապահը անպայման փրկում է ինձ։ Ես մի հոգու էլ գիտեմ ում եմ ստուգելու մոտավորապես, այդ մի հոգին հիմա շատ լարված է դասում իմ Շատ լավն էր։ Անդադ խոսում այս ընթաց, խոսած ընթացքում անդադ խոսում է շատ լարված։ Բացահայտված։ Չէ, շկատակ եմ անում։ Կամ կատակ չեմ անում։ Իդեալական։ Արա ես շատ գլուխ գովակ չլինի, ես աշխարհի ամենաուժեղ Բայց մի րոպե էլի, թաղային է, այդպես չի բացի, Հակի տեխնատությունը ընդունված է։ Օպտի անի։ Թիկնապահը գալի փրկում է ինձ։ 100%-անոց ես 100 միլիարդ տոկոսանոց վստահում եմ Լևոնին։ Ոչ չի ուզում այս դեմ թմիցելներ ով։ Հիմա Հայկոն Ինչքան ասի։ ես հակված որ Մի ես րոպե ես հիմա ասեմ, դու շարունակի եղբայր իմ սիրասոնի։ Հիմա 100%-անոց որ սենց ասեմ, ինչքան ուժ ունեմ վստահում եմ Լևոնին, որտեվ ինքը այո լավ է խաղում եւ վստահ հավատում եմ ու շատ ճիշտ է մի քիչ վատ բան ես անում, ոչ մի թաղային առաջի կրուգում չի բացվում։ Լևոնը փակ խաղացող է բացվում։ Հաշվի առնելով որ երկու խաղացող պակաս է։ Խնդրում եմ ընդունեք նաև Արամի Ուր է երկու թեկնածությունը։ խաղացող Հա, իրան եմ քվեարկելու, Արամի թեկնածությունն եմ դնում, ռեակցիան ստուդիա։ Արամին դե չդնեի։ Ինչի՞։ Ու դնեի։ Բանը սիրում ես, մի հատ երկ կա, Կուկուշկան է, Պալինա Գագարինն է, բայց Պալինան չի երգում։ Ո՞վ է։ Դա ցոյի երկն է։ Չէ, ես ցոյով կարող չի բանալ, Լավ, տարիքով ասա փոքր։ ինչ ես ուզում։ Գիտես, որ Պալինան չի երգում, ով է երգում, այրից։ Ո՞, այրից, ով է երգում։ Անահիտը։ Չէ, դա չէ։ Ո՞վ է։ Սևակը, չէ։ Ուզում եմ հերբիզգա չհասկանամ։ Չէ։ Արանն է կասկածելի եւ Հայկը դե ստուգված է։ Ես Լևոնին հավատում եմ, Ժողովուրդ, մի հատ բացառիկ տրամաբանորեն։ Բայց մերժում եմ, որ ես լուրջ բան ես խոսում, ստեղից կապիտ բան է նկարում։ Ես գիշեր չունեի որ բացվեի։ Սխալ այլ մոլորակային է։ Բայց դու եկարած բացվես, Ինքս նաղում ուրիշ մոլորակից։ Բացվիր արդարացի լոգիկայով է։ Չեմ ասում։ Հասկացա, ինձ մի հատ բացատրի ինչի ես հավատում։ Ասեմ։ Օրինակ ինչի չի կարա լինի Սեյրանը, որը գնացած լինի, կամ լինի Անահիտը, կամ Արամը, կամ Սևակը, կամ ավելին ասեմ, ես իմ կաբինայում Սեյրանը ասելա, խնդրում եմ թաղայինից ստուգի Սևակին։ Այո։ Թաղայինը ոչ մեկի չի խնդրում որ Իսկ հավանական չի իրավերից ցրելու համար։ Սեյրանը Երիկ հաստատ Ջաունս Լևոնը մի հատ միտինգ կանեմ։ ափսոս որ Սեյրանը դուրս եկավ, Սեյրանը 100% վստահ եմ որ Կարմիր խաղացող է։ Դե բնականաբար առաջի գիշերը դժվար սևը դուրս գա, այդքան այդ ստրատեգիա չէ։ Բայց դու առաջին օրը տենց չէիր ասում Սեյրանի։ Մի հատ լսեք ինձ, մի հատ լսի Լևոն։ Լևոն լսի, մի հատ լսի ինձ, խնդրում եմ։ Ես քեզ հավատում եմ, որ դու թաղային ես։ Աստված չեմ, ես մի հավատում։ Ես լոգիկայով, Անահիտ նույն բանն է անում, գերտվում եմ։ Ավետը հենց դու ասցիր թաղային, ես մի անգամ ասած, օքեյ 1000% հավատում եմ։ Մի րոպե կարա սև լինի, քեզ Իրանով անի, որպեսզի դու իրան անկար չստուգես։ Անահիտ, ես զուտ իրան չվստահելով մի գիշեր էլ իրան ստուգի։ Անահիտ, չեմ ուզում երկրորդ անգամ քո ձեռով գնալ, լսի մի Անահիտ, թիկնապահը թողա։ Ես արդեն եթե Լևոնն է, Այ բալա, Լևոն ու Ավետ, մի րոպե լռեք, մենակ դուք եք խոսում։ Լռեք, երկուսս էլ համաձայն եք որ ես դուրս գամ։ Խոսած խնդրում եմ չխոսած։ Լռեք, երկուսդ էլ խոսացիք, համաձայն եք, չէ՞ որ ես խնդրում եմ նախ ընդունեք Լևոնի տեխնացությունը։ Ընդունված է Լևոնի տեխնացությունը։ Դու ես դուրս գալու այդ տղա։ Ասում դուրս գա քյարա։ Ինչ հիմա բացատրեք, հիմա լռի էլի, հեսա խոսած էլի։ Հիմա բացատրեք, ինչ տրամաբանությամբ եք հավատում, որ ես սև եմ, բացի խիեք հավատում, որ խիեք եք նկատի ունեմ Դավերի աղացող սերի։ Առաջի կրոգին բացվի։ Երկու սև անդամները ոչ թե ինչ ես խոդ, արգումենտ չի քո ասածը։ Մի րոպե, եթե թաղային չի, ով է երկու։ Հետո դա երկրորդը բացվեց Թաղային։ Թաղային Լևոնից բացի թաղային չկա։ Որովհետև ես ուզում եմ Բացի Հայկից ունենք նաև Լևոնի տեխնացությունը։ Այո, թիկնապահը փրկում է քեզ, դու էլ խնդրում եմ ստուգի։ Նույն դու էլ մի քիչ անցածոյին շուտ դուրս է կարող, մի քիչ որն առաջ։ Լսի, հիմա կատարում է նույնը ինչ անցածոյինում։ Էլի ամենաշատը խոսում է ինքը ու ինքը։ Հələ որ նույն ռուս
Սլավը։ Բայց ինքը կարմիր էր անցած օրինակ։ Հայկ եւ Լևոն։ Ուրիշ տեխնատություն ունենք։ Սիրելի մաստեր։ Հայկ Լևոն։ Իսկ կարամ տեխնատությունս փոխեմ։ Կարող է ուշանես, որ թաղայինով քեզ չստուգի։ Ավետ։ Լևոնի տեղը Ավետ։ Այո, տենց փոխ։ Այսինքն ունենք երկու տեխնատություն։ Հայկ եւ Ավետ։ Ես քեզ հավատում եմ ու քեզ հավատալով ես քեզ ինչ-որ բաներ ասեմ բացահայտեմ։ Իհարկե կարող։ Անայդ ես լինելով թիկնապահը քեզ փրկել եմ այս առաջի գիշերը։ Ու եթե հիմա Հայկոն իր տեխնատությունը փոխում է իր վրից ին վրա, որպեսզի այս շիլաշփոթի մեջ դու էմոցիոնալ ընկնես ու Իսկ Լևոնը ինքն շատ լավ բան հուշեց էլի, զուտ մի հատ ճիշտ եմ։ Եթե խաղում կա երկրորդ թաղային, ասենք ինքը ֆեյք է, փաստացի, որովհետև ես կարիր եմ։ Քիչի բացում է լավ նոր իրա վրա քննարկում այ տղա ջան, շատ բան։ Որտեւ ես ասեցի, դու երկուսն էլ չար բացես, խաղում։ Երկրորդ թաղայինը բացվեք, փրկեք այս մարդու կարող է։ Ունենք Հայկի Աշեմ Հանիկ Եվ Ավետի եւ Արամի։ եւ Արամներ ունենք։ Ավետը դրել է Արամին։ Ավետը դրել է Արամին։ Շատ բարի։ Առաջին տեխնատուն Հայկն է։ Ուշադիր, եւս մեկ անգամ հիշեցնում եմ, որ յուրաքանչյուր խաղացող պետք է մեկ անգամ քվեարկի։ Եթե չեք քվեարկում, Արամը վերջում օրինակ դուրս է գալի։ Ով է կողմ, որ խաղը լքի Հայկը։ Աստված դերդ բերելու է։ Սևակին կստուգես ազիս։ Այո, փաստացի ես։ Ձեր վերջին խոսքը քարտը չեք բացում եւ լքում եք Բա։ մեկ եզերանավա։ Դե լավ, ձեզ շշմելու խաղ երկրորդ անգամ սխալ բան անեցիր, բայց գիտես էլի ինչի սխալ արեցի։ Որովհետեւ նորից ինձ չլսեցիր դաժե։ Ես քեզ բան էի ասում անդադար, դու ինձ չլսեցիր։ Ան, գիտես մի հատ բան ասեմ։ Գիտես ինչի, լսի, նույն բանը պրոստը մի արես։ Մի լսի, մի հատ լսեք ինձ։ Մի լսեք։ Այս գոնե առաջին երկու սրանից հաջորդը գոնե կայացրեք այս քանով այդ որոշում։ Իրանց մի լսեք։ Որքանով, ներողություն, որքանով։ Նապահ։ Կայացնում եք ուրեմն սերկեյով, կայացնում եք ուրեմն արաբով։ Հայկ, շնորհակալություն խաղի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Մի բան կարամ մենակ ասեմ, այն պահը որ թաղապետը չի բացվում։ Խիա թաղապետը այսքան շուտ բացվում։ Թաղապետ չի թաղապետ։ Բա ուրիշ չբացվեց, այ քու ցավը տանը։ Ուրիշ կբացվեր էլի, որովհետև կարևոր իրավիճակ է։ Բայց ինչ են ասում շուտ է բացվում, շուտ է բացվում։ Շատ հետաքրքիր իրավիճակ է։ Շատ հետաքրքիր իրավիճակ է, որովհետև մենակ սևերը գիտեն, քանի հոգով են նրանք մնացել։ Եվ միգուցե թաղայինը, եթե նա ճիշտ է ասում։ Եթե թաղայինը սխալ ասես, չէր կբացվեր ուրիշը, ուրեմն ճիշտ է։ Խիան ասում թե թաղայինը խիա այսքան։ Ես քեզ վստահում եմ որպես թաղային։ Եթե խաղը պրտավ Ամեն ինչ ավելի པարզ կլինի հաջորդ գիշերից հետո։ Զգուշացեք, դռները բացվում են։ Մեկ հացողի ֆակտորը ինչ անում։ Տեսակ ինչ արեց Լևոնը։ Միանգամից ստուգեց, միանգամից բացվեց եւ միանգամից հանեց։ Հիմա թիկնապան եթե բայ Լևոնին սևը տեսնես ում ասմանելու։ Կամ էլ թիկնապան կարա սա քարտերը խառնի ու Լևոնին չբայ։ Տեսնենք։ Օպսս Հայկին հանենք։ Օրինակ Հայկն էս լավն է։ Տեսակ դրեց ավելի տեխնատն, ես քո հետ ավելի հավես է խաղալիս ես։ Թարախավարից ստուգեցի ու հանեցի։ Այսօր դուզ գնք մի հատ կոֆե պատիվ կտա։ Եթե ավտոյով չի կտանեմ տուն քիչացնեմ։ Շուտ մի բան կանեմ, սիրտը կշայեմ խոսքը։ Չէ, մալը դες լավ սարքել են։ Լույսերը։ Ձայնը մեկ ու ինչ։ Սիրելի թիկնապա, խնդրում ենք դուրս գալ եւ ասել թե ում եք ուզում այս անգամ փրկել։ Սիրելի թիկնապա, ում եք ուզում փրկել։ Պաստորեն թիկնապան բոլորին լսեց եւ փրկեց Լևոնին։ Կարողացավ Լևոնը իր քաշով ազդեցություն ունենալ թիկնապայի վրա, որ իրանից երկու անգամ ավելի թեթև է քաշով։ Չնայած թե ես երկումով քաշումի բոլոր անկաշ են, կապ չունի։ Երկրագնդի վրա քանի կիլոգրամ ես, այստեղ բոլորս նույն քաշին ենք։ Ինչա պետք։ Թաղային։ Լսեց։ Սիրելի թաղային, ում եք ուզում ստուգել այս անգամ։ Մասնակիցների քանակը քիչ է ու նորմալ է, որ թաղապետը թաղայինը շուտ է բացվում։ Սիրելի թաղային, ում եք ուզում ստուգել։ Պաստորեն Լևոնն էլ մեկ սխալներ անում։ Տեսակ Սևակին ստուգել, Սևակից ինչ Սև խաղացող այն մարդ ես չեմ հասկանում։
Չնայած ինձ հեշտ ասել ես գիտեմ։ Այ պատկերացնեք, որ ես է ձեր նման նստեի ու դիտեի, կհասկանայի թե չէ։ Եթե ուզում եք դուք էլ այստեղ լինեք ներսում, բաժանորդագրվեք մոնք 3, ստուգեք, ճիշտ ենք ասում թե չէ, որ մեր խաղերը հետաքրքիր են, հետո լայքեք, կիսվեք, կոմենտներ գրեք եւ կարողա օրերից մի օր գաք այստեղ, կոճակներ սղմեք, սրտիկներ մեզ ուղարկեք, կոլոկոլչիկներ։ Ռուրի լավ։ Անահիտին իդեպ ասում է, որ կասկածում է, որ իր ծրարում 2 քարտ է, հետևաբար ինքը կարա լինի կամ թաղային, կամ թիկնապա։ Դու պստիկ ես, բարով մեծնաս, ռուրի լավ։ Եթե Անահիտը սևաթու կրի, ես այդ մայրական աշկերից եկող արցունքները երկրորդ անգամ պատրաստ չեմ տնալ։ Так, սևերը դուրս են գալի, որսի, սևեր, խնդրում եմ, դուրս եկեք, բացեք ձեր կապսուլաների դռները և տեսեք, թե ում եք ուզում վերացնել։ Սևեր, ձեր սև գործերի ժամանակն է եկե, ստիպված սևերը պետք է դա անեն, չեն ուզում, պարզ է, որովհետև իրենց ներսում շատ բարի և հիանալի անձնավորություններ են, բայց դե կյանքը դաժան է, և մենք պետք է անենք այն, ինչ որ պետք է անենք, չէ որ այս կյանքում մենք բոլորս դերասան ենք։ Նո, ես ոչ այդքան։ Առավել քան համոզված եմ, որ ինձ չեն հանի։ Բայց շատերը այդքան։ Օպա։ Ավետը գնաց, Անահիտը խելացի խաղացող է։ Համոզված էր, որ Լևոնը բրկվելու է, դրա համար Լևոնի վերջը չտվեց, բայց հաջորդը հաստատ Լևոնը լինելով, եթե հիմա Անահիտին չհանեցին, Լևոնը սևակին ստուգել է։ Անահիտի վրա բայց չեն հասկացող ոնց որ։ Լավ, հեսա կտեսնենք։ Ռևանշը սենթանեցին։ Նախորդ խաղի գիշերն է կրակում, գիշերն է կրակում։ Հիմա մնում այս մի գիշեր էլ հավատա ինձ Լևոնը ու վերջ։ Փայլուն սևերը մեկ-մեկ լինում են, ոչ այդքան փայլուն կարմիր խաղացող։ Կյանքը տենց է։ Զգուշացեք, դռները բացվում են։ Բարի լույս։ Բայ ավետը չկա։ Սևակը բացեն, որ միլիարդ տատյան, այս ստուգված կարմիր է։ Այ մերսի։ Ապրեզոր մե, օրինակի է թռե դեմքիս, ներողություն ոչ Ֆիրային արտադրության։ Որտեվ առաջի կրուգին որ բացվեց, բայց հետո վերլուծեցի, այո, 3 սև չի այստեղ, Երեխուն խփին գնաց։ Մի րոպե երեխեք, ես միանշանակ հավատում եմ Լևոնին, ասեմ ինչի, որովհետև Լևոնը ասեց, որ թաղային է, Ավետը ասեց, որ թիկնապահ է։ Այո, ես գիտեմ ինձ է պահել։ Մարֆյան Գնաց Սևերը Սևերը չէ գոլ սևը։ Հիմա խաղում մի սև ունենք, այսինքն։ Ես միանշանակ խաղում եմ Լևոնի հետ, խաղում եմ ստուգված կարմիրի հետ։ Ես մի հատ ձեր համար գաղտնիք բացեմ։ Ես գարեկ չի սևական։ Գարեկը կարող է եւ կարմիրը, կապ չունի, բայց ստուգված կարմիրը։ Ես մի հատ ձեր համար ուրիշ կան եմ իրական, սևակին չեմ ստուգել, բայց սևակի էմոցիա մտածում սևակը հաստատ կարմիր է։ Ստուգված սև ունեմ, վերջի սևի ներվերն է ուզում ուտել։ Ստուգել եմ գտել եմ վերջի սևը։ Ո՞վ է։ Ո՞վ, ներվից ինչ են անում հիմնական որ մարդիկ ներվային անում են շատ։ Ահավոր էմոցիա։ Ինչ են անում, բայց ինչ են անում, էմոցիոնալ։ Բարև։ Շոգին ենք ստուգել սև։ Վերջի սևին էլ ենք գտել։ Այո։ Հասկացա։ Ավարտվավ խաղը։ Հասկացա։ Սևակը պալիտելա, չէ՞ պալիտելն է, ընդունեք Սյոգի տեխնատությունը։ Սերգեյի նույն ինքը Ջեյմսի տեխնատությունը ընդունված է։ Ջեյմսով խիչ չեմ դի։ Ասա ուժեր եմ խաղացել, բայց 2 սև, 2 գիշեր մի անգամից։ Այս հենց այն խաղը կրում։ Չէ։ Ինչը՞ չէ, ուժեր չեմ խաղացել։ Դե լավ, ասա, տեսնենք քո տեխնատությունն առաջարկել։ Շո, այսինքն Սերգեյն է սևը։ Հա, դե էլ լսենք։ Սերգեյի դեմ դրել է քվեարկությունը։ Փաստորեն ես ունեի 2 տարբերակ, այնտեղ կամերաների հետ խոսելուց ասացի։ Դե լավ, կնայենք իմանանք մի ասա։ Չէ, ասա։ Մի րոպե, ես մի բան չհասկացա, Սևակ Սերգեյ։ Չէ, ստուգել։ Ա, չէ, ստուգել։ Սևա, всё, Սերգեյն ստուգել է սևա։ Սերգեյն Իսկ sense պետք է վստահենք, հա, կուրորեն։ Բա ո՞վ է։ Որովհետև ո՞վ է։ Օրենից։ Գնա քեզ եմ ստուգել կարմիր։ Չէ՞ նորա։
Թաղային չի բացվելու։ Լսեն, թաղային էր։ Թաղային չի բացվում։ Քաղաքապետը ասա։ Հա, թաղային ոչ մեկ չի բացվել, միակ հնարավորությունը ուներ Սեյրանով կարող դուրս որը չի բացվել։ Հիմա միակ տարբերակն ունենք, որ կարող է լիներ Սեյրանը։ Բայց ես էլ Լևոնին ամբողջությամբ հավատացել եմ, այնտեղ էլ տեսախցիկներով ասացի, որ կամ Լևոնը իրոք թաղային ու ամբողջությամբ կարելի է գնալ իր հետևից, Հիմա դու կարմիր ես թե սև։ Ես կարմիր եմ, ես սև չեմ, ես հիմա ամբողջությամբ վստահելով Լևոնին, այնտեղ տեսախցիկներով։ Բա Լևոնը ասում է դու սև ես։ Որովհետև Լևոնը թաղային չի ու չի ստուգել, ու Լևոնն ասա, տենց է դուրս գալիս։ Բա ով էր թաղայինը։ Սերգեյ, դուք տեխնատություն ունեք։ Իմանալով, որ ես կարմիր եմ, այո, ունեմ տեխնատություն Լևոնի դեմ։ Թաղայինը դուրս է գալիս, որ եղել է Սեյրանը, ով բացրել բացել։ Լևոնը Սերգեյ, Սերգեյ Լևոնին։ Ես չեմ հասկանում, ում ես դու ստուգի։ Յանի մի հատ Արամի տեխնատություն բառը մասը։ Մի հատ ասա։ Մի րոպե, ում ես։ Ասա Անտունե Արամի տեխնատությունը։ Իր ասելով ինքը ստուգել է Հայկին, որ սև էր, հետո իմը ինքը տեխնատակեր, իրան ասել որ սև է ստուգի, բայց ինձ միջև չհավատացի։ Մի րոպե, ինձ կասես, այս գիշեր ում ես։ Սևակին կարմիր։ Ահ, սևակին կարմիր։ Բա ինչի իրան ասեցի նոր սև։ Հիմա չէ, ուզում ենք հասկանանք, այս մարդը սևա թե կարմիր։ Всё, հասկացա։ Հիմա ինչ ես արել։ Մտածում սև է, բայց կապ չունի։ Հիմա ունենք տեխնատություն Սերգեյ Լևոն։ Այո, բացատրին չեմ դնում։ Մտածենք մի հատ ով կարա սևը, մենակ այս մարդունը չլինի գնա։ Այո, ոչինչ։ Հիմա ես քեզ հավատում եմ որպես թաղային, ում ենք դնում։ Հիմա դի Արամի տեխնատությունը լսենք այս Բայց մի հատ մարդը։ բան ասեմ, ես մեկը պալիբում հավատում, ինչքան է դնում։ Դու էլ իրան ես։ Չէ։ Բոլորը հավատում են Լևոնին, նոր հավատացան Լևոնին։ Սոտկի հավատում եմ իրականում, որովհետև շատ քիչ հավանականություն որ երկու խաղաղանց մեջ առաջին գիշերը սևերը հեռացնեն թաղայինին, այնց որ սոտկի այդքան որ ուշ թաղային չբացվեց։ Հետո դադարի ընթացքում Լևոն ասում է պրոֆեսիոնալ խաղացող։ Մի սև կա 4 կարմիր։ Եթե ինքը թաղայանն է, Հիմա հանում ենք սյոգին գներես ազանակ։ Այս ասեմ։ Ես հաստատ կներես, կայնի։ Ես հետո քեզ պրայքը գտնում կնկարվես, կային սպասում։ Մի րոպե 1000 անգամ կներես։ Եթե սյոգը գնա, չգիտեմ։ Բայց քեզի հանելու եմ, մի բան։ Դու ես։ Չէ, ինչ, դա խփելու է։ Ես արդենում եմ ստուդիոյից խփելու եմ Այս քաղաքային մեռած մարդու պես խոսած է։ Եթե շատ արդեն բախենալու ան։ Մահացածները չեն խոսում, ոչ մեկ չի գիտի մահանալուց։ Ես հալենք որ ջոգենք։ Ես տեսնում Կարամը կարմիր է։ Մի կամ դու ես կամ Անայտը։ Անայտը просто կնոջ աշկի մեջ արցունք եմ։ Կարմիրը։ Հա? Եթե ինձ հիմա դու ինձ մի գրամ կասկածում ես, որ դու թաղային ես, լավ է։ Այդ որ անցած խաղին Ֆրանսիացի մերս դրիր անիր լավ է։ Ուրեմն ունենք Սերգեյ տեխնատությունը եւ Լևոնի եւս մեկ տեխնատություն։ Եթե անգամ կարմիր ես, կարամին որտեղ դու ստուգված կարմիր ես։ Ինչ քեզ կերպով, եթե Սերգեյը գրում ենք ճիշտ եմ հասկանում։ Իսկ կրակում են իրոքով մտնում եք։ Անայ տեխնատություն ունեք, հետո ոնց համոզվում եք Սերգեյ տեխնատությունը ընդունված է։ Անայ Սերգեյ տեխնատությունը ընդունված է, Ուրիշ ունենք Լևոնի տեխնատությունը ու իմ, քանզի բոլորը ուզում են ինձ կրել։ Ով է կողմ, որ խաղը լքի Սերգեյը։ Միաձայն, Սերգեյ, ձեր վերջին խոսքը։ Վերջին խոսքը հուսամ իմ այս դուրս գալու կողնի թաղայինին, որ ինքը բացահայտի վերջին սևին ու հեռացնի։ Հեսա կգնամ կիմանաք խաղը հաղթել եք թե չէ։ Հուսամ իմ դուրս գալը որպես կարմիր կողնի կարմիրներին հաղթել ու թաղայինին, բայց եթե Լևոնը եղել է սև, Եթե հիմա չկրակում ուրեմն սև եմ։ Եթե ես հիմա չկրակում ուրեմն սև եմ, չէ՞։ Սև ասամ։ Եթե հիմա вообще խաղը չավարտվի։ ուժեղ որ համոզեցի իրանց, որ շնորհակալություն Սերգեյ, լքեք մեր տիեզերանավը։ Եթե չկրակում պարզվի, որ դու Սերգեյից հետո կասեմ ձեզ խաղը ավարտվում է, չի ավարտվում։ Ես գնամ սուրճ։ Ուրիշ կողմ չկար այստեղ։ Եթե դու անկրծվի, ես էլ ես խաղարկե ես գնում։ Անահիտ, խնդրում եմ էմոցիաներդ պահեք։ Դուք ունեք տանը ձեզ սպասող մարդիկ եւ սա ընդամենը խաղ է։ Բրտավ։ Զգուշացեք, դռները բացվում են։ Անահիտը հիանալի դերասանուհի է իհարկե։ Բայց շատ խնդալու կլինի, որ հիմա Լևոնի չսպանի իրականում։ Ու սպանի խոսքի Սևակին։ Ուղղ շարունակվի դենամ Լևոնի ինչ անել։ Բայց դե Անահիտը սկանել է Լևոնին։ Լևոնը իրականում իրան հալալ անկախ նրանից հիմա սևա թե կարմիր խաղին շատ հետաքրքիր երանգ տվեց։ Սյոկ կները սյոկ։ Չի ուզում։ Բայց ոնք չի կասկածում Արամին ու Անահիտին։ Եթե մեզ դուրս գամ ու Լևոնը հեռացած չլինի, չգիտեմ քաղաքական հումորը, բայց թե դուրս գամ Լևոնը հեռացած չլինի, չգիտեմ ինչ արնելու։ Շատ կզարմանամ։ Ախ ինչ լավ են սարի վրա անցնում օրեր
Ջրին թեթևասա ամփոհովեր նանուշանուշ Սիրելի թիկնապա, դուրս եկեք եւ փրկեք որևիցե մեկի կյանքը։ Այստեղ թիկնապա, դուրս եկեք։ Ահա։ Շնորհակալություն թիկնապա։ Շնորհակալություն, պարզ է, շնորհակալություն։ Հարգարժան թաղային, ում եք ուզում ստուգել։ Ստուգեց կարծես թե թաղայինը խաղացողի, ստուգեց, անպայման ստուգեց, սև էր, կամ սև, դուրս եկեք և տեսեք թե ինչ եք անում, ոնց եք անում և ում եք անում։ Եկավ, լուսում եմ։ Պարզ է, մի քիչ ավելի խորամանկ էր պետք խաղալ։ Ոտի դեմ, ձեռներդ հետ կաշի։ Ահա, խփի։ Գալու են ասեմ, որ գնամ։ Իսո։ Հիշում եք, ушел поэт, невольник чести։ Պուշկինը որ մահացավ, Լերմոնտովը գրեց, հիմա Լևոնի հետևիցով բան գրեց։ Եթե ես պետք է լինեմ պոետը, այսպես է գնում։ Զգուշացեք, դռները բացվում են։ Սևակ ոնց որ քեզ ցա կախված։ Ես ամբողջ խային վստահել եմ Լևոնին, քեզ է ստուգելա դու կարմիր։ Բայց վստահելը քիչ է։ Օհո, ի՞նչ։ Հա, ստուգել եմ կա։ Ոնց որ ակնհայտորեն դու ես, այն որ լրիվ ակնհայտ։ Զոտ ոնց որ ես ակնհայտ գիտեմ, որ ես կարմիր եմ։ Դու լուրջ ես ասում, շատ հետաքրքիր է, իսկ Լևոնին ինչի խփեցիր, որովհետև թաղային էր։ Ես չեմ խփել Լևոնին։ Ես վերլուծել դու բան չեմ, ես հավատում եմ ես քեզ եմ հավատում։ Ես գիտեք հիմա ում եմ նման, որ խաղին դու ոչ մի բան չես արել։ Գիտականներ կան, որ մրջունների հետևում են։ Հիմա ես այդ գիտականն եմ։ Ավետն էլ եղել է թիկնապա ու դրա համար էլ ավետին կրակեցին։ Ես կապ չունեմ ստե։ Ակնհայտ, ոնց որ ես բացում բոլորին ակնհայտ է։ Միրոպե, տեխնացու դնում եք Արայիդ։ Միանշանակ Արամ, օքեյ։ Ես Անահիտի տեխնացու։ Արամին էլ լսենք, էլ իր տեխնացությունը դրվեց։ Անահիտի տեխնացությունը դրվեց, Արամին լսենք։ Չկա, ինձ դրեք էլի կարմիրով պարտը։ Չէ, Արամինը դրվեց։ Արամինը դրվեց Անահիտի։ Անահիտի։ Ակնհայտ է, ես ոնց որ զուտ իմ տեսանկյունից եմ ասում, դի ոնց որ երկուսից ես ակնհայտ որ դի քեզ փորձեմ համոզեմ, որտեղ իմ համար դու կարմիր ես։ Okay, հա։ Բանը, ոնց որ ես գիտեի որ դուք են գալու իրեքով են կլնելու, իմ ոնց որ խնդիրն է իմը քեզ համոզեմ որ կարմիր, որտեղ ակնհայտորեն քո շուրջը խաղը բանանելու, ֆռալու։ Okay։ Դերասան։ Անահիտին շատ վստահում եմ, բայց նաև հասկանում եմ, որ այս մարդու մասնագիտությունն է դերասանությունը եւ կարա հիմա ինքը նույն խաղը տա, ինչ երբ որ նախորդին շատ էմոցիոնալ։ Եթե չես ուզում գնաս Անահիտի օրը որ եթե չես ուզում Անահիտի օրը գնաս որ ավետի դերասանական խաղից ծանր է երկրորդ անգամին ֆակտ ստանամ որ պարտում եմ No, չէ։ Որպես խաղի միակին ես վստահում եմ Անահիտին քվեարկեմ Արամի դեմ։ Միանշանակ հաղթում ենք։ Չէ, մի վարքան չէ քվեարկեմ։ Մի վարքան։ Վերջնականը կարամ ես ասեմ ոնց որ կինը բան, չէ, բայց Երկուսի տեխնացությունը դրած է։ Հիմա երկուսիդ առանց իրար։ Էլի ոնց որ ասես որպես կին եւ բանով քվեարկես, դա ոնց որ չի լինի, էլի ոնց որ ես քեզ համոզելու բան չունեմ, ես ամբողջ խաղը գնացել եմ այն լոգիկայով, որ մենք ունենք Լևոն, ով որ
թաղայինն է։ Ես խաղը ամբողջ կասկածել եմ Ավետին, որովհետև հասկանալի պատճառներով նախորդ խաղից, բայց քանի որ Ավետն էլ ասաց, որ ինքը թաղային է, ուղղի սպանեցին թաղային։ Սևակին պիտի համոզես, ինձ չպիտի։ Ես քեզ ասում եմ, հետո լյովը քեզ ասաց, որ ստուգել է, ես քո հետ եմ խաղում, դա մը ես ընդհանրապես քեզ չեմ կասկածում։ Իր ասածները։ Մարդը ամբողջ խաղը լուր է։ Ապրես, հենց դրա համար եմ ես հիմա էլ չեմ կարա լուր մնամ, որովհետև հիմա իզնից է կապված։ Ես չեմ կարա իրան կասկածել, որովհետև ինքը ստուգված կարմիր է, իսկ այդպես 100% նախորդ խաղերն բեսամ քիչ խոսացա, հիմա էլ եմ բեսամ քիչ խոսացա։ Մենք կարմիրն ենք, անկեղծ չեմ կարա։ Եթե ես էլի սխալ եմ, ուրեմն էլ ոնց եմ սխալ։ Չէ։ Ես լավ, նայ ոնց որ իր ասած փաստարկները ակնհայտ բանա, ոնց որ յուբոյ մարդու ակնհայտ է որ ինքը թաղում է։ Մի վարքան։ Բոլորին ակնհայտ է ոնց որ իր ասած փաստարկները ոնց որ փաստարկ ուղակի բոլորս գիտեն։ Եթե դու հենց հիմա կարողանաս այդ անել։ Ես լուրջ եմ ասում, տես համարը вообще չեմ խոսացել, բան չեմ արել։ Այս անգամ գիտեմ որ հիմա իզից է կախված կարմիրների հաղթանակը անկեղծ։ Սևակի ուղեղը երրում է։ Որ իրակի լինել եւ այլն, դա ոչ մի լագի չսնիկի պատճառ չի։ Սևա քեզնից է կախված, անկեղծ եմ ասում, չգիտեմ, ես հիմնական մաֆիայում շատ քիչ եմ խոսում, ուղղակի չեմ կարի, որ սուսմանամ զուտ ինձ հեռացնելու են։ Լրիվ Լևոնը ինչպես ելնեց առաջ ինչ ասաց։ Ինքը ասաց Արմը կարմիր ու ինքը լուրջ ասաց։ Լևոնը ստուգել էր, որ դու կարմիր ես։ Ելնելուց առաջ։ Լևոնը ստուգել է այս մարդու։ Լևոնը ստուգել է այս մարդու ու ասել է կարմիր է։ Okay, բայց Գլումովը ասում էր։ Իսկ քեզ չի ստուգել։ Կանգնած բան էր, դաթար էր պահում ու ոնց որ ասում էր սա։ Ասում է վերջացավ խաղը թե չէ։ Ու ոնց որ вообще ինադու չեմ արել ու եթե ինադու անել լովը կբռնել։ Լովը չեմ խաղա։ Լովը դրանից ասեց Արմը կարմիր է, քեզ ասեց։ Ջոմես դու մինչև վերջ Լևոնին չէ վստահ։ Եթե անկեղծ ասեմ ես դեմից քեզ չէի վստահելու, եթե ինձ հիմա բանալ էր Լևոն չասեր, անկեղծ եմ։ Ես անկեղծ ինչ ես ոչ մի բան չեմ ասում։ Անկեղծ իր ասելուց հետո ես փած вообще այս խաղից։ Այդքան բան ասել Լևոնի ասածը հիշի։ Սևակ Լևոնի ասածը հիշի։ Արամը։ Հիշի։ Միանշանակ։ Ես եմ։ Կրում ենք, ախորպես Սևակ արա։ Դե վсё։ Արամ, կբացեք ձեր քարը։ Անահիտը բոլորի գլուխը կերա։ Ժողովուրդ, երբ որ առաջի խաղում իմ անդեմ բան վարվեցի, ես որոշեցի հակահարված ոնց որ տամեմ, իմ մենակ էի մնացել, բայց գրեցի։ Քիչ էր մնացել։ Դուրս, շնորհակալություն խաղի համար սերիալ։ Դուրս նված կարմիր էի։ Անկամ բարձրակրունգները, թե կրունգա բարձրը, вообще կաբլուկները նրան չխանգարեցին, որ այս խաղում նա բոլորին հաղթի։ Տեսնում եք, կինը կարում է էլի մարդկանց գլուխները ուտի։ Եվ սա առաջի դեպքը չի, որպեսզի տեսնեք, թե հետո ինչ է եղել, մնացեք մեզ հետ։ Տեսնենք։